Հունվարի 31-ին 2026 թվական տերական ժամանակով 21 ժամ 42 րոպե Հարավային Դակոտայի Հոմստեյք ոսկու հանքի խորքում երկրի մակերևույթից 1175 մետր ներքև մութ լաբորատորիայում տեղի ունեցավ ինչ-որ բան։ Ինչ-որ բան, ինչի համար մարդկությունը սպասել է 95 տարի։ Ինչ-որ բան, ինչը կարող է ամբողջությամբ վերագրել ֆիզիկայի օրենքները։ Լուքս Զեպլին դետեկտորի 8 տոննա հեղուկ քսենոնի ներսում մի միակ ատոմ հանկարծ շարժվեց։ Ոչ կոսմիկ ճառագայթից, ոչ ռադիոակտիվ քայքայումից, ոչ էլ որևէ հայտնի մասնիկից։ Այն շարժվեց, քանի որ ինչ-որ բան անտեսանելի, զանգվածային, բայց ամբողջովին անհայտ բախվեց դրան։ Դուք հենց նոր եղաք վկա մարդկության պատմության ամենակարևոր գիտական հայտնագործության առաջին վայրկյաններին։ Բայց սպասեք, ինչու է սա այդքան կարևոր։ Ինչու են 170 գիտնականներ ամբողջ գիշեր չքնած հետևելով էկրաններին։ Ինչու են Ստոկհոլմում արդեն սկսել քննարկել Նոբելյան մրցանակի թեկնածուներին։ Պատասխանը պարզ է և միաժամանակ սարսափելի։ Այն, ինչ բախվեց քսենոնի ատոմին, կազմում է 10%-ից ավելին ամբողջ տիեզերքի զանգվածի։ Այն պահում է գալակտիկաները միասին։ Այն որոշում է տիեզերքի ճակատագիրը։ Բայց մինչև այս պահը մենք երբեք չէինք տեսել դրա ուղղակի հետքը։ Երբեք։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք տանը, որտեղ ամեն գիշեր լսում եք քայլերի ձայներ, դռների բացվելու ձայներ, բայց երբեք չեք տեսնում ոչ ոքի։ Ձեր կահույքը շարժվում է, ձեր գրքերը փոխում են տեղը, բայց երբ դուք նայում եք, ոչինչ չկա։ Հենց այդպես է ֆիզիկան վերաբերվել մութ նյութին վերջին 100 տարիների ընթացքում։ Մենք տեսնում ենք դրա ազդեցությունը ամենուր։ Գալակտիկաները պտտվում են չափազանց արագ, որպեսզի միասին մնան միայն տեսանելի նյութի ձգողականությամբ։ Գալակտիկաների կույտերը պահվում են միասին անտեսանելի ուժով։ Լույսը թեքվում է անտեսանելի զանգվածի շանգվածի շուրջ։ Բայց ինչ է այդ զանգվածը։ Որտեղ է այն։ Ինչից է կազմված։ 1933 թվականին շվեյցարացի աստղաֆիզիկոս Ֆրից Ցվիկկին ուսումնասիրում էր կոմայի գալակտիկաների կույտը Կալիֆոռնիայի Ռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի Մաունտ Ուիլսոն աստղադիտարանում։ Նա չափեց, թե որքան արագ են պտտվում այդ գալակտիկաները կույտի կենտրոնի շուրջ։ Հաշվարկները ցույց տվեցին ինչ-որ անհավանական բան։ Գալակտիկաները շարժվում էին այնքան արագ, որ պետք է ցրվեին տիեզերքում, եթե միայն տեսանելի աստղերի և գազի զանգվածն էր դրանք միասին պահում։ Բայց դրանք չէին ցրվում։ Ինչ-որ բին անտեսանելի պահում էր դրանք միասին։ Ինչ-որ բան, որն ունի զանգված, բայց չի արձակում լույս։ Ցվիկկին անվանեց այն «դունկլը մատերիե» մութ նյութ։ 40 տարի շարունակ գիտական համայնքը անտեսեց Ցվիկկիի հայտնագործությունը։ Նրան համարում էին էքսցենտրիկ, նրա գաղափարները չափազանց արմատական։ Բայց 1970-րդ թվականներին ամերիկացի աստղաֆիզիկոս Վերա Ռուբինը և նրա գործընկեր Քենթ Ֆորթը սկսեցին ուսումնասիրել անհատական գալակտիկաների պտտման կորերը։ Նրանք չափեցին, թե որքան արագ են աստղերը պտտվում գալակտիկայի կենտրոնի շուրջ տարբեր հեռավորություններում։ Ֆիզիկայի օրենքները կանխատեսում էին, որ աստղերը, որոնք գտնվում են հեռու կենտրոնից, պետք է շարժվեն ավելի դանդաղ, ճիշտ այնպես, ինչպես Նեպտունը շարժվում է ավելի դանդաղ, քան Երկիրը Արեգակի շուրջ։ Բայց դա չէր տեղի ունենում։ Աստղերը գալակտիկայի եզրերում շարժվում էին նույն արագությամբ, ինչ աստղերը կենտրոնին մոտ։ Սա անհնար էր։ Սա խախտում էր Նյուտոնի օրենքները։ Բացի եթե գալակտիկան շրջապատված էր հսկայական անտեսանելի հալոյով։ Հալոյով, որը պարունակում էր 10 անգամ ավելի շատ զանգված, քան բոլոր տեսանելի աստղերը, գազը և փոշին միասին։ Ռուբինի և Ֆորդի աշխատանքը հաստատեց Ցվիկկիի տեսությունը։ Մութ նյութը իրական էր, բայց ինչ էր այն։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք ձեր սենյակում։ Դուք տեսնում եք պատերը, կահույքը, լույսը, բայց իրականում ձեր սենյակի յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրում այս պահին անցնում են միլիարդավոր անտեսանելի մասնիկներ։ Դրանք անցնում են ձեր մարմնի միջով, անցնում են երկրի միջով, անցնում են ամեն ինչի միջով, գրեթե առանց փոխազդելու։ Դրանք չունեն էլեկտրական լիցք, դրանք չի կլանում լույսը, դրանք չեն արձակում ճառագայթում, դրանք գոյություն ունեն միայն իրենց ձգողականության միջոցով։ Դրանք են մութ նյութի մասնիկները, և դրանք կազմում են 85%-ը տիեզերքի ամբողջ նյութի։ Սա նշանակում է, որ ամեն ինչ, ինչ մենք երբևէ տեսել ենք, աստղերը, գալակտիկաները, մոլորակները, մարդիկը, ատոմները, կազմում են միայն 15% տիեզերքի նյութական բովանդակության։ Մենք ապրում ենք տիեզերքում, որի 85%-ը անտեսանելի է մեզ համար։ Սա ոչ թե փիլիսոփայական մետաֆորա է, սա չափված, հաստատված, անհերքելի փաստ է։
Բայց ինչպես կարող ենք ուսումնասիրել ինչ-որ բան, ինչը չենք կարող տեսնել, շոշափել կամ հայտնաբերել որևէ սովորական գործիքով։ Պատասխանը գտնվում է խորը ստորգետնյա լաբորատորիաներում։ Իտալիայի Gran Sasso լեռան ներսում 3 կիլոմետր ապարի տակ, Կանադայի Սադբերի հանքում 2 կիլոմետր խորությամբ, Չինաստանի Ջինպինգ լաբորատորիայում 2 կիլոմետր 40 մետր խորությամբ, աշխարհի ամենախորը ստորգետնյա լաբորատորիան։ Եվ հարավային Դակոտայի Հոմսթեյք հանքում, որտեղ Lux Zeppelin դետեկտորը սպասում է իր պատմական պահին։ Ինչու այդքան խորը։ Ինչու են գիտնականները թաղում իրենց գործիքները կիլոմետրավոր ապարի տակ։ Պատասխանը պարզ է։ Կոզմիկ ճառագայթումը։ Յուրաքանչյուր վայրկյան երկիր մոլորակը ռմբակոծվում է միլիարդավոր բարձր էներգիայի մասնիկներով տիեզերքից։ Պրոտոններ, էլեկտրոններ, ատոմային միջուկներ, որոնք արագացել են գերնովաների, սև խոռոչների, պուլսարների կողմից։ Երբ այդ մասնիկները բախվում են մթնոլորտին, դրանք ստեղծում են անձրև երկրորդական մասնիկների։ Այդ մասնիկները անցնում են ամեն ինչի միջով։ Եվ երբ դուք փորձում եք հայտնաբերել մութ նյութի մասնիկի նուրբ բախումը, կոսմիկ ճառագայթումը ստեղծում է միլիոնավոր կեղծ ազդանշաններ։ Սա նման է փորձելու լսել շշուկը ռոք կոնցերտի ժամանակ։ Բայց կիլոմետրավոր ապարը կլանում է գրեթե բոլոր կոսմիկ ճառագայթները։ Խորը ստորգետնյա լաբորատորիաներում աղմուկը նվազում է միլիոն անգամ։ Այստեղ, մութության եւ լռության մեջ, գիտնականները կարող են վերջապես լսել տիեզերքի շշուկը։ Բայց ինչպես աշխատում են այդ դետեկտորները։ Ինչպես կարող ես բռնել ինչ-որ բան, ինչը գրեթե երբեք չի փոխազդում նյութի հետ։ Lux Zeppelin դետեկտորը պարունակում է 7 տոննա հեղուկ քսենոն, մաքրագույն քսենոն, որ երբևէ ստեղծվել է մարդկության կողմից։ Քսենոնը ընտրված է ոչ պատահականորեն։ Դա ծանր ազնիվ գազ է, որի ատոմները բավականաչափ մեծ են, որպեսզի մութ նյութի մասնիկը կարողանա բախվել դրանց։ Դետեկտորը շրջապատված է ջրի եւ պլաստիկի շերտերով, որոնք կլանում են մնացած ռադիոակտիվ ֆոնը։ Ամբողջ համակարգը պահվում է բացարձակ մութության մեջ եւ սպասում է։ Տեսությունը կանխատեսում է, որ յուրաքանչյուր վայրկյան միլիարդավոր մութ նյութի մասնիկներ անցնում են դետեկտորի միջով։ Բայց դրանցից միայն մեկը, միլիարդավորներից մեկը, կարող է բախվել քսենոնի ատոմին։ Երբ դա տեղի է ունենում, ատոմը ստանում է փոքրիկ հրում։ Այդ հրումը ստիպում է ատոմարցումը արձակել լույսի փայլատակում եւ ազատ էլեկտրոններ։ Դետեկտորի ներսում տեղադրված են 247 ֆոտոմուլտիպլիկատոր, չափազանց զգայուն լույսի սենսորներ, որոնք այդ սենսորները գրանցում են լույսի փայլատակումը, եւ գիտնականները վերլուծում են այդ ազդանշանը։ Բայց ահա խնդիրը։ Ոչ միայն մութ նյութը կարող է հրել քսենոնի ատոմը, ռադիոակտիվ քայքայումը կարող է, նեյտրոնները կարող են։ Նույնիսկ դետեկտորի պատերի նյութերի մեջ գտնվող հազվագյուտ ռադիոակտիվ իզոտոպները կարող են ստեղծել նման ազդանշան։ Ուստի գիտնականները պետք է զտեն հազարավոր կեղծ ազդանշաններ, գտնելու համար մեկ իրական բախումը։ Նրանք ուսումնասիրում են ազդանշանի ձևը, դրա էներգիան, դրա ուղղությունը, դրա ժամանակը։ Նրանք համեմատում են տվյալները տարբեր դետեկտորներից։ Դրանք փնտրում են օրինաչափություններ, որոնք կարող են հաստատել, որ ազդանշանը իսկապես գալիս է մութ նյութից։ Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Եթե մութ նյութի մասնիկները իսկապես անցնում են երկրի միջով, ապա դրանց հոսքը պետք է փոխվի տարվա ընթացքում։ Ինչու։ Քանի որ երկիրը պտտվում է արեգակի շուրջ։ Հունիսին երկիրը շարժվում է մի ուղղությամբ տիեզերքում, դեկտեմբերին հակառակ ուղղությամբ։ Երբ երկիրը շարժվում է դեպի մութ նյութի հոսքը, մենք պետք է հայտնաբերենք ավելի շատ բախումներ։ Երբ շարժվում ենք հակառակ ուղղությամբ, ավելի քիչ։ Սա նման է մեքենայով վարելուն անձրևի տակ։ Երբ դուք վարում եք դեպի անձրևը, ավելի շատ կաթիլներ են բախվում ձեր ապակուն։ Երբ վարում եք հակառակ ուղղությամբ, ավելի քիչ։ Գիտնականները փնտրում են այդ տարեկան մոդուլյացիան։ Նրանք փնտրում են նաև ուղղության էֆեկտը։ Եթե մութ նյութի մասնիկները գալիս են որոշակի ուղղությունից տիեզերքում, ապա բախումները պետք է ունենան նախընտրելի ուղղություն դետեկտորի ներսում։ Սա նման է քամու ուղղությունը որոշելուն, դիտելով թե որ կողմից են ծառերը ավելի շատ թեքվում։ Բայց այս չափումները պահանջում են տարիներ տվյալների հավաքագրում, տարիներ համբերություն, տարիներ սպասում։ Եվ ահա, հունվարի 31-ին 2026 թվականին Lux Zeppelin թիմը գրանցեց ազդանշան, որը համապատասխանում էր բոլոր չափանիշներին։ Էներգիան ճիշտ էր, ուղղությունը ճիշտ էր, ժամանակը համընկնում էր կանխատեսված տարեկան մոդուլյացիայի հետ։ Ազդանշանը չէր կարող բացատրվել ռադիոակտիվ քայքայումով, չէր կարող բացատրվել նեյտրոններով, չէր կարող բացատրվել որևէ հայտնի աղբյուրով։ Սա կարող է լինել այն։ Առաջին անմիջական հմիջական հայտնագործումը մութ նյութի մասնիկի,
Բայց սպասեք, մի շտապեք։ Գիտությունը չի աշխատում այդպես։ Մեկ ազդանշանը բավարար չէ։ Գիտնականները պետք է վերարտադրեն արդյունքը։ Նրանք պետք է հաստատեն, որ դա ոչ թե վիճակագրական տատանում է, ոչ թե սարքավորումների սխալ, ոչ թե անհայտ ֆոնային աղբյուր։ Նրանք պետք է տեսնեն ավելի շատ բախումներ։ Նրանք պետք է համեմատեն տվյալները այլ դետեկտորներից՝ Xenon, PandaX, Crest, CDMS։ Նրանք պետք է համոզվեն 100%։ Եվ այստեղ է, որ պատմությունը դառնում է իսկապես հետաքրքիր։ Քանի որ եթե այս ազդանշանը հաստատվի, եթե այն իսկապես մութ նյութի մասնիկ է, ապա մենք վերջապես կիմանանք, թե ինչից է կազմված տիեզերքի 85%-ը։ Մենք կիմանանք մասնիկի զանգվածը։ Մենք կիմանանք, թե որքան հաճախ է այն փոխազդում սովորական նյութի հետ։ Մենք կարող ենք սկսել հասկանալ դրա հատկությունները։ Եվ սա կբացի դռները դեպի ամբողջովին նոր ֆիզիկա։ Պատկերացրեք, որ դուք ապրել եք ամբողջ կյանքը սենյակում, որտեղ միայն կարմիր լույսն է աշխատում։ Դուք տեսել եք միայն կարմիր առարկաները։ Ամեն ինչ, ինչ կապույտ է, կանաչ է, դեղին է, անտեսանելի է եղել ձեզ համար։ Եվ հանկարծ ինչ-որ մեկը միացնում է սպիտակ լույսը։ Ամբողջ նոր աշխարհ է բացվում ձեր առջև։ Գույներ, որոնք դուք երբեք չեք պատկերացրել։ Առարկաներ, որոնք միշտ եղել են այնտեղ, բայց դուք չեք կարող տեսնել։ Հենց այդպես կլինի մութ նյութի հայտնագործումը։ Մենք կտեսնենք տիեզերքի թաքնված կողմը։ Բայց ինչպիսին է մութ նյութի մասնիկը։ Ֆիզիկոսները ունեն մի քանի թեկնածուներ։ Ամենահայտնին է WIMP, Weakly Interacting W Massive Particle, թույլ փոխազդող զանգվածային մասնիկ։ Այս մասնիկները կունենային զանգված 10-ից մինչև 1000 անգամ ավելի մեծ, քան պրոտոնը։ Դրանք կփոխազդեին միայն ձգողականության և թույլ միջուկային ուժի միջոցով։ Դրանք կլինեին կայուն, չքայքայվող միլիարդավոր տարիների ընթացքում, և դրանք կլինեին ստեղծվել մեծ պայթյունից անմիջապես հետո, երբ տիեզերքը եղել է բավականաչափ տաք և խիտ, որպեսզի արտադրի այդպիսի էկզոտիկ մասնիկներ։ Կա նաև աքսիոնը, շատ ավելի թեթև մասնիկ, որը կարող է փոխարկվել ֆոտոնների ուժեղ մագնիսական դաշտերում։ Կան ստերիլ նեյտրինոները, մասնիկներ, որոնք նման են սովորական նեյտրինոներին, բայց ավելի ծանր և ավելի քիչ փոխազդող։ Կան նույնիսկ էկզոտիկ տեսություններ, որոնք առաջարկում են, որ մութ նյութը կարող է լինել պրիմորդիալ սև խոռոչներ, փոքրիկ սև խոռոչներ, որոնք ստեղծվել են մեծ պայթյունից անմիջապես հետո, կամ որ մութ նյութը կարող է լինել ամբողջովին նոր տեսակի դաշտ, որը լցնում է տիեզերքը։ Բայց եթե Լուքս Զեպլինի ազդանշանը հաստատվի, մենք կիմանանք, որ մութ նյութը իսկապես մասնիկ է։ Մասնիկ, որը կարող է բախվել սովորական ատոմներին, և սա նշանակում է, որ մենք կարող ենք ուսումնասիրել այն։ Մենք կարող ենք չափել դրա հատկությունները, մենք կարող ենք հասկանալ դրա դերը տիեզերքի էվոլյուցիայում։ Եվ այստեղ է, որ պատմությունը դառնում է իսկապես կոսմիկ։ Քանի որ մութ նյութը ոչ միայն գոյություն ունի, այն ձևավորել է տիեզերքի կառուցվածքը։ Առանց մութ նյութի գալակտիկաները երբեք չէին ձևավորվի։ Առանց մութ նյութի աստղերը երբեք չէին ծնվի։ Առանց մութ նյութի մենք երբեք չէին գոյություն ունենա։ Ինչպես է դա հնարավոր։ Վերադառնանք մեծ պայթյունից հետո 380,000 տարի։ Տիեզերքը լցված է տաք պլազմայով, պրոտոններ, էլեկտրոններ, ֆոտոններ, բոլորը խառնված միասին։ Լույսը չի կարող ազատ ճանապարհորդել, քանի որ այն անընդհատ ցրվում է ազատ էլեկտրոններից։ Տիեզերքը անթափանց է, ինչպես խիտ մառախուղը։ Բայց մութ նյութի մասնիկները չեն փոխազդում լույսի հետ։ Դրանք արդեն սկսել են հավաքվել խիտ շրջաններում, ստեղծելով ձգողականության ջրվեժներ։ Երբ տիեզերքը սառչում է բավականաչափ, որպեսզի էլեկտրոնները միանան պրոտոններին և ձևավորեն նեյտրալ ջրածնի ատոմներ, լույսը վերջապես ազատվում է։ Սա է այն պահը, որը մենք տեսնում ենք որպես կոսմիկ միկրոալիքային ֆոնային ճառագայթում, մեծ պայթյունի մնացորդային ջերմությունը։ Բայց այդ պահին մութ նյութը արդեն ստեղծել է անտեսանելի ցանց տիեզերքում։ Ցանց, որի հանգույցներում սովորական նյութը սկսում է հավաքվել։ Գազը հոսում է դեպի մութ նյութի հալոները, այն խտանում է, տաքանում է և վերջապես բռնկվում է, ձևավորելով առաջին աստղերը։ Առանց մութ նյութի այս գործընթացը կլիներ չափազանց դանդաղ։ Սովորական նյութի ձգողականությունը բավարար չէր, որպեսզի արագ հավաքի գազը։ Ճառագայթման ճնշումը կցրեր գազը նախքան այն կարողանար խտանալ, բայց մութ նյութի ձգողականությունը ուժեղ է և անխափան։ Այն ստեղծում է խոր ձգողականության հորերը, որտեղ գազը կարող է անկախ հավաքվել։ Մութ նյութը գործում է որպես շրջանակ, որի վրա տիեզերքը կառուցում է իր կառուցվածքը։ Եվ այդ կառուցվածքը հիանալի է։
Եթե դուք կարող էիք տեսնել մութ նյութի բաշխումը տիեզերքում, դուք կտեսնեիք հսկայական կոսմիկ ցանց, մանրաթելեր, որոնք տարածվում են 100 միլիոն լույսի տարիների վրա։ Հանգույցներ, որտեղ հանդիպում են մանրաթելերը եւ ձևավորվում են գալակտիկաների կույտերը։ Դատարկություններ, հսկայական տարածություններ, որտեղ գրեթե ոչինչ չկա։ Այս կառուցվածքը նման է նեյրոնային ցանցին մարդու ուղեղում, կամ միսելիումի ցանցին անտառի հողում։ Տիեզերքը կազմակերպված է ցանցերի մեջ բոլոր մասշտաբներում։ Բայց ինչու է մութ նյութը բաշխված հենց այդպես։ Ինչու ցանց եւ ոչ թե միատարր ամփ։ Պատասխանը գտնվում է մեծ պայթյունի առաջին վայրկյաններում։ Երբ տիեզերքը ծնվեց, այն չէր ամբողջովին միատարր։ Կային փոքրիկ տատանումներ խտության մեջ, շատ փոքր, մեկ մասը 100 000-ից։ Բայց այդ փոքրիկ տատանումները բավարար էին։ Շրջաններում, որտեղ խտությունը մի փոքր ավելի բարձր էր, ձգողականությունը սկսեց ձգել ավելի շատ նյութ։ Այդ շրջանները դարձան ավելի խիտ, եւ ավելի խիտ, եւ ավելի խիտ։ Սա է ձգողականական անկայունությունը, գործընթաց, որը վերածում է փոքր տատանումները հսկայական կառուցվածքների։ Բայց այս գործընթացը աշխատում է տարբեր կերպ սովորական եւ մութ նյութի համար։ Սովորական նյութը փոխազդում է լույսի հետ։ Երբ այն սկսում է խտանալ, ճառագայթման ճնշումը դիմադրում է։ Սա ստեղծում է ձայնային ալիքներ պլազմայում, ճնշման ալիքներ, որոնք տարածվում են լույսի արագությամբ։ Այդ ալիքները սահմանափակում են, թե որքան արագ կարող է խտանալ սովորական նյութը։ Բայց մութ նյութը չի փոխազդում լույսի հետ։ Այն չի զգում ճառագայթման ճնշումը։ Այն կարող է ազատ, անկախ խտանալ, առանց որևէ դիմադրության։ Ուստի մութ նյութը սկսում է ձևավորել կառուցվածքները շատ ավելի վաղ, քան սովորական նյութը։ Մինչև սովորական նյութը ազատվում է լույսից, մութ նյութը արդեն ստեղծել է անտեսանելի շրջանակը։ Եվ երբ սովորական նյութը վերջապես կարող է սկսել խտանալ, այն հոսում է դեպի մութ նյութի կառուցվածքները, ինչպես ջուրը հոսում է դեպի գետի հունը։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր գալակտիկա, որը մենք տեսնում ենք, նստած է մութ նյութի հալոյի ներսում։ Հալո, որը 10 անգամ ավելի զանգվածային է, քան գալակտիկայի տեսանելի մասը։ Հալո, որը տարածվում է 100 000 լույսի տարիներից շատ ավելի հեռու։ Հալո, որը պահում է գալակտիկան միասին իր ձգողականությամբ։ Առանց այդ հալոյի գալակտիկան կցրվեր տիեզերքում, աստղերը կթռչեին դուրս, գազը կցրվեր, կառուցվածքը կքայքայվեր։ Եվ ահա ամենաշոկային մասը։ Մութ նյութի հալոները ոչ միայն պահում են գալակտիկաները միասին, դրանք նաև որոշում են գալակտիկաների ձևը։ Երբ գիտնականները սիմուլյացնում են գալակտիկաների ձևավորումը համակարգիչներում, նրանք տեսնում են, որ մութ նյութի հալոները ձևավորվում են որոշակի ձևով։ Դրանք ոչ թե կլոր են, դրանք ոչ թե միատարր են, դրանք ունեն բարդ կառուցվածք, ենթահալոներ, մանրաթելեր, հոսքեր։ Եվ այդ կառուցվածքը ազդում է սովորական նյութի վրա։ Երբ գազը հոսում է դեպի մութ նյութի հալոն, այն հետևում է հալոյի ձգողականական դաշտին։ Եթե հալոն պտտվում է, գազը նույնպես սկսում է պտտվել։ Եթե հալոն ունի անկանոն ձև, գազը հոսում է անկանոն ուղիներով։ Մութ նյութը գործում է որպես անտեսանելի կաղապար, որը ձևավորում է տեսանելի տիեզերքը։ Սա նման է քամու, որը ձևավորում է ավազի բլուրները։ Դուք չեք տեսնում քամին, բայց դուք տեսնում եք դրա ազդեցությունը ավազի վրա։ Բայց մութ նյութի դերը չի սահմանափակվում միայն գալակտիկաների ձևավորմամբ։ Այն նաև ազդում է գալակտիկաների էվոլյուցիայի վրա։ Երբ երկու գալակտիկաներ բախվում են, նրանց մութ նյութի հալոները նույնպես բախվում են։ Բայց քանի որ մութ նյութի մասնիկները գրեթե երբեք չեն բախվում միմյանց, հալոները անցնում են միմյանց միջով։ Դրանք խառնվում են, դրանք միաձուլվում են։ Եվ այս գործընթացը ստեղծում է նոր ձգողականության դաշտեր, որոնք ազդում են սովորական նյութի վրա։ Գազը, որը գտնվում է գալակտիկաների ներսում, բախվում է եւ տաքանում է։ Այն արձակում է ճառագայթում։ Այն կորցնում է էներգիա, եւ այն սկսում է անկախ դեպի նոր ձգողականության կենտրոնը։ Այնտեղ այն խտանում է եւ ձևավորում է նոր աստղեր։ Գալակտիկաների բախումները, որոնք ղեկավարվում են մութ նյութի ձգողականությամբ, են աստղաձևավորման ամենաուժեղ շարժիչներից մեկը տիեզերքում։ Առանց մութ նյութի գալակտիկաները չէին բախվի այդքան հաճախ։ Առանց մութ նյութի աստղաձևավորումը կլիներ շատ ավելի դանդաղ։ Եվ ահա վերջնական շոկը։ Մութ նյութը ոչ միայն ձևավորել է գալակտիկաները, այն նաև հնարավոր է դարձրել կյանքը։ Ինչպես։ Քանի որ առանց մութ նյութի տիեզերքը կլիներ ամբողջովին տարբեր։ Եթե մութ նյութը չգոյություներ, մեծ պայթյունից հետո տիեզերքը կմնար գրեթե միատարր։ Փոքր տատանումները խտության մեջ չէին կարող աճել բավականաչափ արագ։ Գալակտիկաները կձևավորվեին շատ ավելի ուշ, կամ հնարավոր է երբեք։ Առանց գալակտիկաների չէին լինի աստղեր։ Առանց աստղերի չէին լինի ծանր տարրեր, ածխածին, թթվածին, ազոտ, երկաթ։ Առանց ծանր տարրերի չէին լինի մոլորակներ։ Առանց մոլորակների չէր լինի կյանք։
Մութ նյութը, այս անտեսանելի անհասկանալի նյութը, որը կազմում է տիեզերքի 85%-ը, է հիմքը, որի վրա կառուցված է ամեն ինչ, ինչ մենք ճանաչում ենք։ Ամեն ինչ, ինչ մենք սիրում ենք, ամեն ինչ, ինչ մենք ենք։ Եվ հիմա, հունվարի 31-ին, 2026 թվականին, մենք հնարավոր է վերջապես հայտնաբերել ենք այդ անտեսանելի հիմքի մասնիկը։ Մասնիկը, որը ստեղծել է տիեզերքը։ Մասնիկը, որը հնարավոր է դարձրել մեզ։ Բայց սա միայն սկիզբն է։ Քանի որ եթե մենք կարող ենք հայտնաբերել մութ նյութի մասնիկները, մենք կարող ենք սկսել ուսումնասիրել դրանց հատկությունները։ Մենք կարող ենք հասկանալ, թե ինչպես են դրանք փոխազդում միմյանց հետ։ Մենք կարող ենք պարզել, թե արդյոք դրանք ունեն ենթակառուցվածք։ Արդյոք կան մութ նյութի տարբեր տեսակներ։ Արդյոք մութ նյութը կարող է ձևավորել բարդ կառուցվածքներ։ Կան նույնիսկ տեսություններ, որոնք առաջարկում են, որ մութ նյութը կարող է ունենալ իր սեփական ֆիզիկան։ Մութ ատոմներ, մութ մոլեկուլներ, մութ քիմիա։ Եթե դա ճիշտ է, ապա կարող է գոյություն ունենալ ամբողջ մութ տիեզերք, որը գոյակցում է մեր տեսանելի տիեզերքի հետ, բայց գրեթե երբեք չի փոխազդում դրա հետ։ Մութ աստղեր, որոնք չեն արձակում լույս։ Մութ մոլորակներ, որոնք անտեսանելի են մեզ համար։ Հնարավոր է նույնիսկ մութ կյանք, կյանք, որը հիմնված է մութ նյութի քիմիայի վրա եւ որը գոյություն ունի մեր կողքին, բայց ամբողջովին անհայտ մեզ համար։ Սա հնչում է գիտական ֆանտաստիկայի պես, բայց հիշեք, որ 100 տարի առաջ գաղափարը, որ տիեզերքի 85%-ը անտեսանելի է, նույնպես կհնչեր գիտական ֆանտաստիկայի պես։ Հիշեք, որ 50 տարի առաջ գաղափարը, որ տիեզերքը ընդլայնվում է արագացող տեմպերով, կհամարվեր անհեթեթություն։ Գիտությունը անընդհատ ցույց է տալիս մեզ, որ տիեզերքը շատ ավելի տարօրինակ է, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ մենք բացում ենք նոր պատուհան դեպի անտեսանելին, մենք հայտնաբերում ենք հրաշքներ, որոնք գերազանցում են մեր ամենաանզուսպ երևակայությունը։ Բայց սպասեք մի վայրկյան։ Վերադառնանք դեպի այդ լաբորատորիան հարավային Դակոտայում։ Վերադառնանք դեպի այդ մեկ ատոմը, որը շարժվեց։ Քանի որ այստեղ է, որ պատմությունը դառնում է իսկապես տարօրինակ, իսկապես անհավանական եւ իսկապես գեղեցիկ։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք դաշտում, աչքերը փակ։ Ձեր շուրջը անցնում են միլիարդավոր անտեսանելի մարդիկ։ Դրանք քայլում են ձեր միջով, անցնում են ձեր մարմնի միջով, բայց նրանք երբեք չեն դիպչում ձեզ, երբեք։ Նրանք գոյություն ունեն ամբողջովին տարբեր իրականության մեջ։ Բայց մի անգամ, միայն մի անգամ միլիարդ անգամներից մեկում, մեկը պատահաբար շոշափում է ձեր ուսը։ Հենց այդ մի շոշափումը բավարար է, որպեսզի դուք իմանաք, նրանք իրական են։ Հենց այդպես է աշխատում մութ նյութի հայտնագործումը։ Յուրաքանչյուր վայրկյան տրիլիոններ մութ նյութի մասնիկներ անցնում են ձեր մարմնի միջով։ Անցնում են այս սմեն այս սենյակի միջով, անցնում են երկրի միջով, անցնում են արեգակի միջով։ Դրանք չեն տեսնում սովորական նյութը։ Սովորական նյութը չի տեսնում դրանց։ Դրանք գոյություն ունեն զուգահեռ իրականության մեջ, միևնույն տարածությունում, բայց գրեթե առանց փոխազդելու։ Բայց գրեթե բառը այստեղ ամենակարևորն է։ Քանի որ քվանտային մեխանիկայի օրենքները թույլ են տալիս մի փոքրիկ, անհավանական, բայց իրական հնարավորություն, որ մութ նյութի մասնիկը կարող է փոխանակել էներգիա սովորական նյութի հետ։ Ոչ էլեկտրամագնիսական ուժի միջոցով, ոչ ուժեղ միջուկային ուժի միջոցով, այլ թույլ միջուկային ուժի միջոցով, նույն ուժը, որը պատասխանատու է ռադիոակտիվ քայքայման համար։ Թույլ միջուկային ուժը տարօրինակ է։ Այն գործում է միայն չափազանց կարճ հեռավորությունների վրա, ատոմային միջուկի չափսերի վրա։ Այն միլիոն անգամ ավելի թույլ է, քան ուժեղ միջուկային ուժը։ Բայց այն ունի մի հատուկ հատկություն։ Այն կարող է փոխազդել մասնիկների հետ, որոնք չունեն էլեկտրական լիցք։ Նեյտրինոները, օրինակ, փոխազդում են միայն թույլ ուժի միջոցով, եւ հենց դրա համար է նեյտրինոները կարող են անցնել ամբողջ երկիրը առանց բախվելու որևէ ատոմի։ Մութ նյութի մասնիկները նման են նեյտրինոներին, բայց ավելի ծանր, շատ ավելի ծանր։ Եթե նեյտրինոն ունի զանգված մոտավորապես 0-ի, մութ նյութի մասնիկը կարող է ունենալ զանգված 100 պրոտոնների չափ, կամ 1000 պրոտոնների, կամ նույնիսկ ավելի շատ։ Եվ այդ զանգվածը նշանակում է, որ երբ այն բախվում է ատոմին, այն փոխանցում է զգալի էներգիա։ Բավականաչափ էներգիա, որպեսզի ատոմը շարժվի, բավականաչափ էներգիա, որպեսզի մենք կարողանանք հայտնաբերել այդ շարժումը։ Բայց ահա խնդիրը։ Հավանականությունը, որ մութ նյութի մասնիկը կբախվի ատոմին, անհավանականորեն ցածր է։ Պատկերացրեք, որ դուք նետում եք մկնդեղ դեպի ֆուտբոլի դաշտ, որը լցված է մարդկանցով։ Բայց մկնդեղը անտեսանելի է, եւ մարդիկը անտեսանելի են մկնդեղի համար։ Եվ մկնդեղը անցնում է մարդկանց միջով առանց դիպչելու։
Միայն մի անգամ 10 միլիարդ նետումներից մեկում մկնդեղը պատահաբար բախվում է մեկի ձեռքին։ Հենց այդքան ցածր է հավանականությունը։ Ուստի գիտնականները պետք է սպասեն, նրանք պետք է դիտեն տրիլիոններ ատոմներ տարիների ընթացքում հուսալով բռնել մեկ բախում։ Նրանք պետք է վերացնեն բոլոր այլ աղբյուրները, որոնք կարող են հրել ատոմը։ Եվ նրանք պետք է համոզվեն, որ այն, ինչ նրանք տեսնում են, իսկապես մութ նյութ է և ոչ թե ինչ-որ անհայտ ֆոնային աղբյուր։ Հենց այստեղ է, որ լուքս Զեպլին դետեկտորի ճարտարագիտությունը դառնում է իսկապես տպավորիչ։ Քսենոնը, որը լցված է դետեկտորի ներսում, ոչ թե սովորական քսենոն է։ Սա ամենամաքուր քսենոնն է, որ երբևէ ստեղծվել է մարդկության կողմից։ Յուրաքանչյուր միլիարդ ատոմից միայն մեկը կարող է լինել ռադիոակտիվ իզոտոպ։ Դետեկտորի պատերը պատրաստված են հատուկ ընտրված նյութերից, որոնք պարունակում են նվազագույն քանակությամբ ռադիոակտիվ տարրեր։ Ամբողջ համակարգը շրջապատված է 10 մետր ջրով, որը կլանում է նեյտրոնները և գամմա ճառագայթները դետեկտորից դուրս։ Բայց նույնիսկ այդ բոլոր նախազգուշական միջոցներով դետեկտորը դեռ գրանցում է ազդանշաններ։ Հազարավոր ազդանշաններ օրական։ Ռադիոակտիվ քայքայումներ դետեկտորի նյութերի ներսում։ Կոսմիկ ճառագայթներ, որոնք անցել են ապարի միջով։ Նեյտրոնները, որոնք ստեղծվել են ապարում։ Յուրաքանչյուր ազդանշան պետք է վերլուծվի։ Յուրաքանչյուր ազդանշան պետք է դասակարգվի։ Եվ միայն այն ազդանշանները, որոնք չեն համապատասխանում որևէ հայտնի աղբյուրի, դիտարկվում են որպես հնարավոր մութ նյութի թեկնածուներ։ Եվ այստեղ է, որ հունվարի 31-ին 2026 թվականի ազդանշանը դառնումեցում է այդքան հատուկ։ Այն չէր համապատասխանում ռադիոակտիվ քայքայման ազդանշանին, այն չէր համապատասխանում նեյտրոնի բախման ազդանշանին, այն չէր համապատասխանում կոսմիկ ճառագայթի ազդանշանին։ Այն ուներ ճիշտ էներգիան, ճիշտ ուղղությունը, ճիշտ ժամանակը։ Այն համապատասխանում էր բոլոր կանխատեսումներին մութ նյութի բախման համար։ Բայց մի մոռացեք, սա միայն մեկ ազդանշան է, մեկ հնարավոր բախում։ Գիտությունը պահանջում է ավելին, գիտությունը պահանջում է վիճակագրական նշանակություն։ Գիտությունը պահանջում է, որ հավանականությունը, որ այդ ազդանշանը պատահական է, լինի ավելի քիչ, քան 1-ը 20 միլիոնից։ Սա կոչվում է 5 սիգմա չափանիշ, ոսկե ստանդարտը մասնիկների ֆիզիկայում։ Եվ մեկ ազդանշանը բավարար չէ 5 սիգմայի համար։ Ուստի լուքս Զեպլին թիմը շարունակում է դիտել, շարունակում է հավաքել տվյալներ, շարունակում է վերլուծել յուրաքանչյուր ազդանշան։ Եվ նրանք համեմատում են իրենց տվյալները այլ դետեկտորների տվյալների հետ։ Xenon դետեկտորը Իտալիայում, Panda X դետեկտորը Չինաստանում, Crest դետեկտորը Գերմանիայում։ Յուրաքանչյուր դետեկտոր օգտագործում է տարբեր տեխնոլոգիա։ Յուրաքանչյուր դետեկտոր զգայուն է տարբեր զանգվածի մութ նյութի մասնիկների նկատմամբ։ Բայց եթե մութ նյութը իրական է, բոլոր դետեկտորները պետք է տեսնեն ազդանշան։ Եվ այստեղ է, որ պատմությունը դառնում է ավելի բարդ, քանի որ տարբեր դետեկտորները տեսնում են տարբեր բաներ։ Որոշ դետեկտորներ հաղորդում են ազդանշանների ավելցուկ, ավելի վելի շատ ազդանշաններ, քան սպասվում էր ֆոնից։ Այլ դետեկտորներ չեն տեսնում ոչինչ։ Որոշ ազդանշաններ համապատասխանում են թեթև մութ նյութի մասնիկներին 5-ից մինչև 10 պրոտոնների զանգվածով։ Այլ ազդանշաններ համապատասխանում են ծանր մասնիկներին 100-ից մինչև 1000 պրոտոնների զանգվածով։ Ինչ-որ բան չի համընկնում։ Սա կարող է նշանակել մի քանի բան։ Առաջին, հնարավոր է, որ որոշ ազդանշաններ կեղծ են։ Վիճակագրական տատանումներ, չճանաչված ֆոնային աղբյուրներ, սարքավորումների սխալներ։ Երկրորդ, հնարավոր է, որ մութ նյութը ավելի բարդ է, քան մենք մտածում էինք։ Հնարավոր է, որ կան մութ նյութի տարբեր տեսակներ, թեթև մասնիկներ և ծանր մասնիկներ, որոնք փոխազդում են ուժեղ, և մասնիկներ, որոնք փոխազդում են թույլ։ Երրորդ, հնարավոր է, որ մեր տեսությունները սխալ են։ Հնարավոր է, որ մութ նյութը ոչ թե մասնիկ է, այլ ինչ-որ ամբողջովին այլ բան։ Եվ այստեղ է, որ մենք պետք է խոսենք այլընտրանքային տեսությունների մասին։ Քանի որ չնայած մասնիկային մութ նյութը ամենահայտնի թեկնածուն է, այն միակը չէ։ Կան գիտնականներ, ովքեր առաջարկում են, որ մութ նյութը կարող է լինել պրիմորդիալ սև խոռոչներ, փոքրիկ սև խոռոչներ, որոնք ստեղծվել են մեծ պայթյունից անմիջապես հետո։ Այդ սև խոռոչները կարող են ունենալ զանգված աստերոիդի չափ, կամ լեռան չափ, կամ նույնիսկ մոլորակի չափ, և նրանք կարող են լինել ցրված ամբողջ տիեզերքում անտեսանելի, բայց զանգվածային։ Պրիմորդիալ սև խոռոչների գաղափարը գրավիչ է, քանի որ այն չի պահանջում նոր ֆիզիկա։ Սև խոռոչները կանխատեսվում են Էյնշտեյնի ընդհանուր հարաբերականության տեսությամբ։ Մենք գիտենք, որ նրանք գոյություն ունեն։ Մենք տեսել ենք հսկայական սև խոռոչներ գալակտիկաների կենտրոններում։ Մենք հայտնաբերել ենք ձգողականության ալիքներ սև խոռոչների միաձուլումներից։
Ուստի ինչու չլինեն փոքր սև խոռոչներ, որոնք ստեղծվել են վաղ տիեզերքում։ Բայց կան խնդիրներ այս տեսության հետ։ Առաջին, մենք չենք տեսել որևէ ուղղակի ապացույց պրիմորդիալ սև խոռոչների գոյության համար։ Երկրորդ, եթե մութ նյութը կազմված է սև խոռոչներից, դրանք պետք է ունենան շատ հատուկ զանգվածների բաշխում, չափազանց թեթև, եւ դրանք կլինեին արդեն գոլորշիացել Հոքինգի ճառագայթման միջոցով։ Չափազանց ծանր, եւ մենք կտեսնեինք դրանց ազդեցությունը աստղերի եւ գալակտիկաների վրա։ Երրորդ, վերջին դիտարկումները սահմանափակում են, թե որքան մութ նյութ կարող է լինել սև խոռոչների տեսքով։ Կա նաև մեկ այլ տարօրինակ տեսություն՝ MOND, Modified Newtonian Dynamics, փոփոխված նյուտոնյան դինամիկա։ Այս տեսությունը առաջարկում է, որ մութ նյութը ընդհանրապես գոյություն չունի։ Փոխարենը, ձգողականության օրենքները փոփոխվում են շատ մեծ հեռավորություններում։ Երբ ձգողականությունը դառնում է շատ թույլ, այն չի նվազում հակադարձ քառակուսի օրենքով, ինչպես Նյուտոնը կանխատեսեց։ Փոխարենը, այն նվազում է ավելի դանդաղ։ Եվ այդ լրացուցիչ ձգողականությունը բացատրում է, թե ինչու են գալակտիկաները պտտվում այդքան արագ։ Մոնդը կարող է բացատրել գալակտիկաների պտտման կորերը շատ լավ։ Այն կարող է բացատրել որոշ այլ դիտարկումներ նույնպես, բայց այն ունի լուրջ խնդիրներ։ Այն չի կարող բացատրել գալակտիկաների կույտերի դինամիկան։ Այն չի կարող բացատրել ձգողականության ոսպնյակների դիտարկումները։ Այն չի կարող բացատրել կոսմիկ միկրոալիքային ֆոնային ճառագայթման կառուցվածքը։ Եվ ամենակարևորը, այն չի կարող բացատրել Bullet Cluster-ը։ Bullet Cluster-ը երկու գալակտիկաների կույտերի բախումն է, որը տեղի է ունեցել մոտավորապես 150 միլիոն տարի առաջ։ Երբ կույտերը բախվեցին, տաք գազը, որը լցնում էր դրանք, դանդաղեցավ եւ կուտակվեց բախման շրջանում։ Բայց գալակտիկաները եւ մութ նյութը անցան միմյանց միջով, գրեթե առանց դանդաղելու։ Երբ գիտնականները քարտեզագրեցին զանգվածի բաշխումը ձգողականության ոսպնյակների կանության ոսպնյակների միջոցով, նրանք տեսան, որ զանգվածի մեծ մասը գտնվում է ոչ թե տաք գազի մոտ, այլ գալակտիկաների մոտ։ Սա ուղղակի ապացույց է, որ գոյություն ունի անտեսանելի զանգված, որը չի փոխազդում գազի հետ։ Մութ նյութ։ Bullet Cluster-ը ամենաուժեղ ապացույցներից մեկն է մութ նյութի գոյության համար։ Այն ցույց է տալիս, որ մութ նյութը իրական է, ֆիզիկական եւ տարանջատված սովորական նյութից։ Այն ցույց է տալիս, որ մոնդը չի կարող լինել ճիշտ պատասխանը։ Բայց այն չի պատասխանում հիմնական հարցին՝ ինչ է մութ նյութը։ Եվ այստեղ է, որ մենք վերադառնում ենք դեպի մասնիկային տեսությունները։ Քանի որ եթե մութ նյութը մասնիկ է, մենք կարող ենք ուսումնասիրել այն լաբորատորիաներում։ Մենք կարող ենք չափել դրա հատկությունները, մենք կարող ենք հասկանալ դրա ֆիզիկան։ Բայց ինչպիսին է այդ մասնիկը, որտեղից է այն եկել, ինչպես է այն ստեղծվել։ Պատասխանը տանում է մեզ հետ դեպի մեծ պայթյունը, դեպի տիեզերքի առաջին վայրկյանները։ Երբ տիեզերքը ծնվեց, այն եղավ անհավանականորեն տաք եւ խիտ։ Ջերմաստիճանը եղավ տրիլիոններ աստիճան։ Էներգիան եղավ այնքան բարձր, որ մասնիկները անընդհատ ստեղծվում եւ ոչնչացվում էին։ Քվարկներ եւ անտիկվարկներ, էլեկտրոններ եւ պոզիտրոններ, ֆոտոններ եւ գլիոններ, ամբողջ մասնիկների ծով, եռում եւ փոխակերպվում։ Այդ պայմաններում ստեղծվեցին նաեւ մութ նյութի մասնիկները, բայց ինչպես։ Տեսությունը կանխատեսում է, որ վաղ տիեզերքում էներգիան կարող էր փոխարկվել զանգվածի Էյնշտեյնի հայտնի հավասարման E հավասար է m սեկանտը 2 համաձայն։ Երբ երկու բարձր էներգիայի ֆոտոններ բախվում էին, նրանք կարող էին ստեղծել մասնիկ-անտիմասնիկ զույգ։ Եվ եթե պայմանները ճիշտ էին, նրանք կարող էին ստեղծել մութ նյութի մասնիկների զույգ։ Բայց ահա հետաքրքիրը։ Երբ տիեզերքը սառչում էր, մասնիկների ստեղծումը դանդաղում էր։ Ջերմաստիճանը իջնում էր, էներգիան նվազում էր, եւ մի պահին տիեզերքը դարձավ չափազանց սառը, որպեսզի ստեղծի նոր մութ նյութի մասնիկներ։ Այդ պահից հետո մութ նյութի քանակը տիեզերքում ֆիքսվեց։ Սա կոչվում է freeze out, սառեցում։ Եվ այն տեղի ունեցավ մոտավորապես 1 միկրովայրկյան հետո մեծ պայթյունից։ Բայց ինչու մութ նյութը չոչնչացավ ամբողջովին։ Քանի որ մասնիկները եւ անտիմասնիկները ոչնչացնում են միմյանց, երբ հանդիպում են։ Էլեկտրոնը եւ պոզիտրոնը միանում են եւ վերածվում ֆոտոնների։ Քվարկը եւ անտիկվարկը միանում են եւ անհետանում են։ Ինչու մութ նյութի մասնիկները չարեցին նույնը։ Պատասխանը կախված է մութ նյութի մասնիկի բնույթից։ Եթե մութ նյութի մասնիկը իր սեփական անտիմասնիկն է, այսինքն մասնիկը եւ անտիմասնիկը նույնն են, ապա ոչնչացումը տեղի է ունենում, երբ երկու մասնիկներ հանդիպում են։ Բայց եթե ոչնչացման տեմպը բավականաչափ դանդաղ է, որոշ մասնիկներ կարող են վերապրել։ Նրանք կարող են խուսափել ոչնչացումից, քանի որ տիեզերքը ընդլայնվում է եւ մասնիկները հեռանում են միմյանցից։
Այլընտրանքային սցենարում մութ նյութի մասնիկը կարող է ունենալ որոշակի լիցք, ոչ էլեկտրական, այլ նոր տեսակի լիցք։ Այդ լիցքը պահպանվում է, ինչպես էլեկտրական լիցքը պահպանվում է։ Եվ եթե վաղ տիեզերքում եղել է փոքր անհավասարակշռություն, մի փոքր ավելի շատ մասնիկներ, քան անտիմասնիկներ, ապա հետո ոչնչացումից այդ ավելցուկը կմնա։ Ճիշտ այնպես, ինչպես մի փոքր ավելցուկ նյութի անտինյութի նկատմամբ բացատրում է, թե ինչու տիեզերքը կազմված է նյութից եւ ոչ թե անտինյութից։ Բայց ինչ որոշում է, թե որքան մութ նյութ մնաց տիեզերքում։ Պատասխանը կախված է երկու բանից՝ մութ նյութի մասնիկի զանգվածից եւ դրա փոխազդեցության ուժից։ Եթե մասնիկը ծանր է եւ թույլ է փոխազդում, ապա ոչնչացումը դանդաղ է եւ շատ մասնիկներ վերապրում են։ Եթե մասնիկը թեթև է եւ ուժեղ է փոխազդում, ապա ոչնչացումը արագ է եւ քիչ մասնիկներ մնում են։ Եվ ահա հրաշքը։ Երբ գիտնականները հաշվարկում են այս գործընթացը, նրանք գտնում են, որ որոշակի զանգվածի եւ փոխազդեցության ուժի համար մութ նյութի քանակությունը, որը մնում է, համապատասխանում է ճիշտ այն քանակությանը, որը մենք դիտում ենք տիեզերքում։ 85% ամբողջ նյութի։ Սա կոչվում է WIMF հրաշք։ Այն փաստը, որ թույլ փոխազդող զանգվածային մասնիկները բնականաբար արտադրում են ճիշտ քանակությամբ մութ նյութ։ Բայց սպասեք, կա ևս մեկ շերտ այս պատմության մեջ։ Քանի որ եթե մութ նյութի մասնիկները ստեղծվեցին վաղ տիեզերքում եւ եթե դրանք կարող են ոչնչացվել, երբ հանդիպում են, ապա դրանք պետք է դեռ ոչնչացվեն այսօր։ Շատ հազվադեպ, քանի որ տիեզերքը այժմ շատ ավելի սառը եւ ավելի քիչ խիտ է, բայց դեռ հնարավոր է։ Եվ երբ երկու մութ նյութի մասնիկներ ոչնչացվում են, նրանք պետք է արտադրեն ինչ-որ բան՝ ֆոտոններ, նեյտրինոներ կամ այլ մասնիկներ։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք փնտրել մութ նյութը ոչ միայն ստորգետնյա դետեկտորներում։ Մենք կարող ենք նաև փնտրել այն տիեզերքում, դիտելով բարձր էներգիայի ֆոտոնները կամ անտիմասնիկները, որոնք գալիս են շրջաններից, որտեղ մութ նյութը խիտ է, գալակտիկայի կենտրոնից, մութ նյութի ենթահալոներից, նույնիսկ արեգակից, որտեղ մութ նյութի մասնիկները կարող են կուտակվել ձգողականության միջոցով։ Fermi Gamma Ray Space Telescope-ը օրինակ դիտում է ամբողջ երկինքը գամմա ճառագայթներում, ամենաբարձր էներգիայի ֆոտոնները։ Այն փնտրում է ավելցուկ գամմա ճառագայթներ շրջաններից, որտեղ մութ նյութը պետք է լինի խիտ։ Եվ այն գտել է որոշ հետաքրքիր ազդանշաններ։ Ավելցուկ գամմա ճառագայթներ գալակտիկայի կենտրոնից։ Ավելցուկ գամմա ճառագայթներ որոշ թզուկ գալակտիկաներից։ Բայց այդ ազդանշանները կարող են ունենալ այլ բացատրություններ նույնպես։ Պուլսարներ, սև խոռոչներ, կոսմիկ ճառագայթների փոխազդեցություններ։ AMS-02 դետեկտորը միջազգային տիեզերական կայանի վրա դիտում է կոսմիկ ճառագայթները, բարձր էներգիայի մասնիկները, որոնք գալիս են տիեզերքից։ Այն փնտրում է ավելցուկ պոզիտրոններ եւ անտիպրոտոններ, որոնք կարող են արտադրվել մութ նյութի ոչնչացումից։ Եվ այն նույնպես գտել է հետաքրքիր ազդանշաններ։ Ավելի շատ պոզիտրոններ, քան սպասվում էր, բայց կրկին, այդ ազդանշանները կարող են գալ պուլսարներից կամ այլ աղբյուրներից։ Ուստի մենք ունենք 3 տարբեր ուղիներ մութ նյութը հայտնաբերելու համար։ Ուղղակի հայտնագործում ստորգետնյա դետեկտորներում, որտեղ մութ նյութի մասնիկը բախվում է սովորական ատոմին։ Անուղղակի հայտնագործում տիեզերքում, որտեղ մութ նյութի մասնիկները ոչնչացվում են եւ արտադրում բարձր էներգիայի ճառագայթում։ Եվ արտադրություն մասնիկների արագացուցիչներում, որտեղ մենք փորձում ենք ստեղծել մութ նյութի մասնիկներ, բախեցնելով պրոտոնները շատ բարձր էներգիաներում։ Large Hadron Collider-ը Ժնևայում, ամենամեծ եւ ամենաուժեղ մասնիկների արագացուցիչը աշխարհում, փնտրում է մութ նյութի մասնիկներ իր բախումներում։ Երբ երկու պրոտոններ բախվում են 14 տրիլիոն էլեկտրոնվոլտ էներգիայով, նրանք ստեղծում են հսկայական քանակությամբ նոր մասնիկներ։ Եվ եթե պայմանները ճիշտ են, նրանք կարող են ստեղծել մութ նյութի մասնիկների զույգ։ Բայց ահա խնդիրը։ Մութ նյութի մասնիկները չեն փոխազդում դետեկտորների հետ։ Նրանք անցնում են դետեկտորների միջով առանց հետք թողնելու։ Ուստի ինչպես կարող ենք իմանալ, որ դրանք ստեղծվել են։ Պատասխանը բացակայող էներգիայի միջոցով։ Երբ պրոտոնները բախվում են, ամբողջ էներգիան պետք է պահպանվի։ Եթե մենք գումարենք բոլոր տեսանելի մասնիկների էներգիան եւ տեսնենք, որ ինչ-որ բան բացակայում է, դա կարող է նշանակել, որ անտեսանելի մասնիկներ տարել են այդ էներգիան։ Մութ նյութի մասնիկներ։ LHC-ին արդեն փնտրել է մութ նյութ տարիներ շարունակ։ Այն վերլուծել է միլիարդավոր բախումներ, եւ այն դեռ չի գտել հստակ ապացույց։ Սա նշանակում է, որ եթե մութ նյութի մասնիկները կարող են արտադրվել LHC-ում, դրանք պետք է լինեն ավելի ծանր, քան մենք մտածում էինք։
Կամ դրանք պետք է արտադրվեն ավելի հազվադեպ, քան մենք կանխատեսում էինք։ Կամ հնարավոր է, որ մութ նյութը չի կարող արտադրվել մասնիկների արագացուցիչներում։ Եվ այստեղ է, որ պատմությունը դառնում է իսկապես խորը։ Քանի որ մենք փնտրում ենք մութ նյութ 3 տարբեր ուղիներով եւ դեռ չենք գտել վերջնական պատասխան, մենք տեսնում ենք հուշումներ։ Մենք տեսնում ենք ազդանշաններ, բայց մենք դեռ չունենք անվիճելի ապացույց։ Եվ սա ստիպում է մեզ հարցնել. արդյոք մենք ճիշտ տեղում ենք փնտրում։ Արդյոք մենք ճիշտ բան ենք փնտրում։ Հնարավոր է, որ մութ նյութը ավելի տարօրինակ է, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Հնարավոր է, որ այն ոչ թե մեկ տեսակի մասնիկ է, այլ ամբողջ ընտանիք մասնիկների։ Նիք մասնիկների։ Ինչպես սովորական նյութը կազմված է էլեկտրոններից, պրոտոններից, նեյտրոններից, քվարկներից, լեպտոններից, բոզոններից, տասնյակ տարբեր մասնիկներ, մութ նյութը նույնպես կարող է ունենալ հարուստ կառուցվածք։ Մութ էլեկտրոններ, մութ պրոտոններ, մութ ֆոտոններ։ Ամբողջ մութ ատոմային աղյուսակ։ Եթե դա ճիշտ է, ապա մութ նյութը կարող է ձևավորել բարդ կառուցվածքներ։ Մութ ատոմներ, որոնք կապված են մութ էլեկտրամագնիսական ուժով։ Մութ մոլեկուլներ, մութ քիմիա։ Եվ եթե մութ նյութը կարող է սառչել եւ խտանալ, ապա հնարավոր է նույնիսկ մութ աստղեր։ Աստղեր, որոնք կազմված են մութ նյութից, որոնք վառվում են մութ միջուկային ռեակցիաներով եւ որոնք արձակում են մութ լույս, լույս, որը մենք երբեք չենք կարող տեսնել։ Սա հնչում է գիտական ֆանտաստիկայի պես, բայց հիշեք, տիեզերքը արդեն ցույց է տվել մեզ, որ իրականությունը տարօրինակ է։ Քվանտային մեխանիկան ցույց է տվել, որ մասնիկները կարող են լինել երկու տեղում միաժամանակ։ Հարաբերականությունը ցույց է տվել, որ ժամանակը դանդաղում է, երբ դուք շարժվում եք արագ։ Տիեզերաբանությունը ցույց է տվել, որ տիեզերքը ծնվել է մեծ պայթյունից եւ ընդլայնվում է արագացող տեմպերով։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք նայում ենք ավելի խորը, մենք գտնում ենք ավելի շատ հրաշքներ։ Եվ հիմա մենք կանգնած ենք մութ նյութի հայտնագործման շեմին։ Հայտնագործման, որը կփոխի ամեն ինչ։ Քանի որ եթե մենք կարող ենք հասկանալ մութ նյութը, մենք կկարողանանք հասկանալ տիեզերքի կառուցվածքը։ Մենք կկարողանանք հասկանալ, թե ինչպես են ձևավորվել գալակտիկաները։ Մենք կկարողանանք կանխատեսել տիեզերքի ապագան։ Եվ հնարավոր է, մենք կկարողանանք բացահայտել ամբողջովին նոր ֆիզիկա։ Ֆիզիկա, որը գնում է ստանդարտ մոդելից դուրս։ Ստանդարտ մոդելը մասնիկների ֆիզիկայի տեսությունն է, որը նկարագրում է բոլոր հայտնի մասնիկները եւ ուժերը։ Այն անհավանականորեն հաջող է։ Այն կանխատեսել է Հիգսի բոզոնի գոյությունը, որը հայտնաբերվեց 2012 թվականին։ Այն բացատրում է էլեկտրամագնիսականությունը, թույլ միջուկային ուժը, ուժեղ միջուկային ուժը։ Բայց այն չի ներառում ձգողականությունը։ Եվ այն չի ներառում մութ նյութը։ Մութ նյութի հայտնագործումը կկիրառի մեզ դեպի ստանդարտ մոդելից դուրս ֆիզիկա, դեպի նոր մասնիկներ, նոր ուժեր, նոր սիմետրիաներ։ Հնարավոր է դեպի սուպերսիմետրիա, տեսություն, որը կանխատեսում է, որ յուրաքանչյուր հայտնի մասնիկ ունի ծանր սուպերսիմետրիկ զուգընկեր։ Հնարավոր է դեպի լրացուցիչ չափումներ, տարածության թաքնված չափումներ, որոնք փաթաթված են այնքան փոքր, որ մենք չենք կարող տեսնել դրանք։ Հնարավոր է դեպի լարերի տեսություն, որը նկարագրում է մասնիկները որպես փոքրիկ թրթռացող լարեր։ Բայց անկախ նրանից, թե ինչ է մութ նյութը, մի բան հստակ է։ Դրա հայտնագործումը կլինի մարդկության պատմության ամենակարևոր գիտական ձեռքբերումներից մեկը։ Այն կփոխի մեր ըմբռնումը տիեզերքի մասին։ Այն կբացի դռները դեպի նոր տեխնոլոգիաներ։ Եվ այն կպատասխանի հարցին, որը տանջել է մարդկությանը հազարավոր տարիներ. ինչից է կազմված տիեզերքը։ Եվ հիմա, հունվարի 31-ին, 2026 թվականին, մենք հնարավոր է ավելի մոտ ենք այդ պատասխանին, քան երբևէ։ Մեկ ազդանշան, մեկ բախում, մեկ ատոմ, որը շարժվեց խորը ստորգետնյա լաբորատորիայում։ Սա կարող է լինել սկիզբը, կամ կարող է լինել եւս մեկ կեղծ ազդանշան, միլիոնավորներից մեկը։ Միայն ժամանակը կկարողանա ասել։ Բայց մի բան անվիճելի է։ Մենք ապրում ենք տիեզերքում, որի մեծ մասը անտեսանելի է մեզ համար։ Տիեզերքում, որը լի է հրաշքներով, որոնք մենք դեռ չենք հասկանում։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ մենք հայտնաբերում ենք ինչ-որ նոր բան, յուրաքանչյուր անգամ, երբ մենք բացում ենք նոր պատուհան դեպի անտեսանելին, մենք գտնում ենք, որ տիեզերքը ավելի հրաշալի է, ավելի բարդ է, ավելի գեղեցիկ է, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Եվ սա միայն սկիզբն է։ Բայց հիմա եկեք խոսենք այն մասին, ինչի մասին ոչ ոք չի խոսում։ Այն մասին, ինչը պահվում է գիտական կոնֆերանսների փակ դռների հետևում։ Այն մասին, ինչը ստիպում է ամենափորձառու ֆիզիկոսներին արթնանալ գիշերվա 3 ժամին սառը քրտինքով։ Ինչ եթե մենք սխալվում ենք։
Ինչ եթե մութ նյութը ոչ թե պարզապես անտեսանելի մասնիկ է, ինչ եթե այն ինչ-որ բան է, որը մեր ուղեղները նույնիսկ չեն կարող պատկերացնել։ Վերադառնանք դեպի այդ ազդանշանը հարավային Դակոտայում։ Հունվարի 31-ին 2026 թվական 21 ժամ 42 րոպե։ 1 քսենոնի ատոմ շարժվեց։ Բայց ահա հարցը, որը պահում է գիտնականներին արթուն գիշերները, ինչ իրականում տեղի ունեցավ այդ պահին։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք ծովի ափին։ Հանկարծ մի ալիք հարվածում է ձեր ոտքերին։ Դուք զգում եք հարվածը, բայց դուք չեք տեսնում, թե ինչն առաջացրեց այդ ալիքը։ Արդյոք դա քամին էր, արդյոք դա երկրաշարժ էր ծովի խորքում, արդյոք դա անցնող նավ էր, թե ինչ-որ բան ամբողջովին այլ, ինչ-որ բան, որի մասին դուք նույնիսկ չեք լսել։ Հենց այդպես է Լուքս Զեպլինի ազդանշանի հետ։ Մենք տեսանք էֆեկտը, բայց մենք չգիտենք պատճառը։ Եվ այստեղ է, որ գիտությունը դառնում է իսկապես դժվար։ Քանի որ մեկ ազդանշանը կարող է ունենալ տասնյակ տարբեր բացատրություններ։ Եկեք խոսենք այն մասին, ինչի մասին գիտնականները չեն սիրում խոսել հանրության հետ։ Կեղծ դրական արդյունքների պատմությունը մութ նյութի որոնումներում։ Քանի որ սա ոչ թե առաջին անգամն է, երբ ինչ-որ մեկը հայտարարել է, որ գտել է մութ նյութ։ 2010 թվականին Dama/Libra դետեկտորը Իտալիայում հայտարարեց, որ տեսնում է տարեկան մոդուլյացիա։ Ազդանշանների քանակը փոխվում է տարվա ընթացքում, ճիշտ այնպես, ինչպես կանխատեսվում է մութ նյութի համար։ 15 տարի շարունակ դրանք տեսնում են այդ ազդանշանը։ 15 տարի, nə 5 տարի։ Բայց ոչ մի այլ դետեկտոր չի կարողացել հաստատել այն, ոչ մեկը։ 2014 թվականին Լուքս դետեկտորը, Լուքս Զեպլինի նախորդը, հրապարակեց արդյունքներ, որոնք հերքում էին Դամայի պնդումները։ Եթե Դաման տեսնում էր մութ նյութ, Լուքսը պետք է տեսներ նույնպես։ Բայց Լուքսը տեսավ ոչինչ։ Ուստի ինչ է տեղի ունենում։ Արդյոք Դաման սխալվում է, արդյոք Լուքսը բաց է թողնում ինչ-որ բան, թե մութ նյութը ավելի տարօրինակ է, քան մենք մտածում ենք։ Կամ վերցրեք Cogent դետեկտորը Միննեսոտայում։ 2010 թվականին նրանք նույնպես հայտարարեցին ազդանշանի մասին։ Ազդանշան, որը կարող է լինել թեթև մութ նյութի մասնիկներ, 7-ից մինչև 10 պրոտոնների զանգվածով։ Գիտական համայնքը հուզվեց։ Բայց երբ այլ դետեկտորներ փորձեցին հաստատել արդյունքը, նրանք չտեսան ոչինչ։ COGENTE ազդանշանը անհետացավ։ Կամ KDMS, երկու դետեկտորը Միննեսոտայում։ 2013 թվականին նրանք տեսան 3 իրադարձություն, որոնք կարող էին լինել մութ նյութ։ 3։ Բայց վիճակագրական վերլուծությունը ցույց տվեց, որ հավանականությունը, որ դրանք պատահական ֆոնֆոն են, եղավ 25%, 1/4-ից։ Ոչ բավարար հայտարարելու հայտնագործության ցուցյան մասին։ Եվ ահա ամենատարօրինակ դեպքը։ Xenon 1T դետեկտորը Իտալիայում, հունիս 2020 թվական։ Նրանք տեսան ազդանշանների ավելցուկ ցածր էներգիաներում։ Ազդանշաններ, որոնք կարող էին լինել աքսիոններ, մութ նյութի այլընտրանքային թեկնածու, կամ կարող էին լինել նեյտրինոներ, արեգակից, կամ կարող էին լինել տրիտիումի աղտոտում դետեկտորի ներսում։ 3 տարի անց նրանք դեռ չգիտեն, թե ինչ էր այդ ազդանշանը։ Ուստի, երբ Լուքս Զեպլինը հայտարարում է նոր ազդանշանի մասին, գիտական համայնքը միաժամանակ հուզված է և սկեպտիկ։ Քանի որ մենք տեսել ենք այս ֆիլմը նախկինում։ Մենք տեսել ենք հուսախաբությունը, մենք տեսել ենք, թե ինչպես են հուսալի ազդանշանները անհետանում, երբ հավաքվում են ավելի շատ տվյալներ։ Բայց ահա հետաքրքիրը։ Յուրաքանչյուր անգամ, երբ դետեկտորը չի գտնում մութ նյութ, մենք սովորում ենք ինչ-որ բան։ Մենք սահմանափակում ենք հնարավոր մասնիկների տիրույթը։ Մենք բացառում ենք որոշակի զանգվածներ և փոխազդեցության ուժեր։ Մենք նեղացնում ենք որոնման տարածքը։ Պատկերացրեք, որ դուք փնտրում եք գանձ անտառում։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք փորում եք և չեք գտնում ոչինչ, դուք գիտեք, որ գանձը չի այդտեղում։ Դուք բացառում եք այդ շրջանը, և դանդաղ, շատ դանդաղ, դուք նեղացնում եք տարածքը, որտեղ գանձը կարող է լինել։ Հենց այդպես է մութ նյութի որոնումը։ Յուրաքանչյուր բացասական արդյունք մեզ մոտեցնում է ճշմարտությանը, բայց ահա այն, ինչը պահում է գիտնականներին արթուն գիշերները։ Ինչ եթե մենք փնտրում ենք սխալ տեղում։ Ինչ եթե մութ նյութի մասնիկները չեն փոխազդում սովորական նյութի հետ այնպես, ինչպես մենք մտածում ենք։ Ինչ եթե դրանք փոխազդում են միայն շատ հազվադեպ, այնքան հազվադեպ, որ մենք երբեք չենք կարող հայտնաբերել դրանց։ Կա մի տեսություն, որը կոչվում է ստերիլ նեյտրինո։ Սա մասնիկ է, որը նման է սովորական նեյտրինոին, բայց ավելի ծանր և ավելի քիչ փոխազդող։ Այն փոխազդում է միայն ձգողականության միջոցով, ոչինչ ավելին, ոչ թույլ միջուկային ուժ, ոչ էլեկտրամագնիսականություն, միայն ձգողականություն։
Եթե մութ նյութը կազմված է ստերիլ նեյտրինոներից, մենք երբեք չենք կարող հայտնաբերել դրանց ստորգետնյա դետեկտորներում։ Երբեք։ Կամ վերցրեք ինքնափոխազդող մութ նյութը։ Սա տեսություն է, որը առաջարկում է, որ մութ նյութի մասնիկները փոխազդում են միմյանց հետ, ավելի ուժեղ, քան սովորական նյութի հետ։ Դրանք կարող են բախվել միմյանց, դրանք կարող են ձևավորել կապեր, դրանք կարող են ունենալ իրենց սեփական ֆիզիկան, բայց դրանք գրեթե երբեք չեն բախվում սովորական ատոմներին։ Եթե դա ճիշտ է, մեր դետեկտորները փնտրում են սխալ ազդանշանը, կամ ավելի տարօրինակ, մութ ֆոտոնները։ Պատկերացրեք, որ մութ նյութը ունի իր սեփական էլեկտրամագնիսական ուժը, որը գործում է միայն մութ նյութի մասնիկների միջև։ Այդ ուժը կփոխանցվի մութ ֆոտոնների միջոցով, լույսի մասնիկներ, որոնք մենք երբեք չենք կարող տեսնել։ Մութ նյութի մասնիկները կարող են արձակել և կլանել մութ ֆոտոններ։ Դրանք կարող են ձևավորել մութ ատոմներ, մութ մոլեկուլներ, ամբողջ մութ քիմիա։ Եվ եթե դա ճիշտ է, ապա մութ նյութը կարող է ունենալ կառուցվածք։ Այն կարող է ձևավորել օբյեկտներ, մութ աստղեր, որոնք վառվում են մութ միջուկային ռեակցիաներով, մութ մոլորակներ, որոնք պտտվում են մութ աստղերի շուրջ։ Հնարավոր է նույնիսկ մութ կյանք, որը հիմնված է մութ քիմիայի վրա։ Սա հնչում է անհեթեթ։ Բայց մի մոռացեք, մութ նյութը կազմում է 85% տիեզերքի նյութի։ 85%։ Ինչու պետք է այդ 85%-ը լինի պարզ և միատարր։ Ինչու չի կարող այն լինել այնքան բարդ և հարուստ, որքան մեր 15%-ը։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք փոքր կղզու վրա։ Այդ կղզին կազմում է 15% ձեր աշխարհի։ Մնացած 85%-ը ծով է, բայց դուք երբեք չեք տեսել ծովը։ Դուք միայն զգում եք դրա ազդեցությունը, ալիքները, որոնք հարվածում են ափին, քամին, որը փչում է ծովից, ջրի գոլորշին, որը ստեղծում է ամպեր։ Եվ դուք փորձում եք հասկանալ, թե ինչ է ծովը, հիմնվելով միայն այդ անուղղակի էֆեկտների վրա։ Հենց այդպես ենք մենք փորձում հասկանալ մութ նյութը։ Մենք տեսնում ենք դրա ազդեցությունը գալակտիկաների վրա։ Մենք տեսնում ենք դրա ազդեցությունը լույսի վրա։ Մենք տեսնում ենք դրա ազդեցությունը տիեզերքի կառուցվածքի վրա։ Բայց մենք երբեք չենք տեսել ինքը մութ նյութը։ Մենք փորձում ենք հասկանալ ամբողջ օվկիանոսը կանգնած փոքր կղզու վրա։ Եվ ահա ամենախորը հարցը. ինչ եթե մութ նյութը ոչ թե նյութ է։ Ինչ եթե այն ինչ-որ բան ամբողջովին այլ է։ Կա մի տեսություն, որը կոչվում է փոփոխված ձգողականություն։ Այն առաջարկում է, որ մութ նյութը գոյություն չունի։ Փոխարենը, ձգողականությունը աշխատում է տարբեր կերպ շատ մեծ մասշտաբներում։ Էյնշտեյնի ընդհանուր հարաբերականության տեսությունը, որը նկարագրում է ձգողականությունը որպես տարածության ժամանակի կորություն, կարող է լինել անամբողջ, կարող է լինել լրացուցիչ տերմիններ հավասարումներում, որոնք դառնում են կարևոր գալակտիկաների և գալակտիկաների կույտերի մասշտաբներում։ Այս լրացուցիչ տերմինները կստեղծեին լրացուցիչ ձգողականություն, առանց լրացուցիչ զանգվածի։ Գալակտիկաները կպահվեին միասին ոչ թե անտեսանելի մութ նյութի հալոյի միջոցով, այլ փոփոխված ձգողականության օրենքների միջոցով։ Տիեզերքի կառուցվածքը կձևավորվեր ոչ թե մութ նյութի ձգողականության միջոցով, այլ տարածության, ժամանակի, երկրաչափության անհոմոգենությունների միջոցով։ Բայց այստեղ է խնդիրը։ Փոփոխված ձգողականության տեսությունները չեն կարող բացատրել բոլոր դիտարկումները։ Դրանք կարող են բացատրել գալակտիկաների պտտումը, բայց դրանք չեն կարող բացատրել Bullet Cluster-ը։ Դրանք չեն կարող բացատրել կոսմիկ միկրոալիքային ֆոնային ճառագայթման կառուցվածքը։ Դրանք չեն կարող բացատրել գալակտիկաների կույտերի դինամիկան։ Ամեն անգամ, երբ ֆիզիկոսները փորձում են ստեղծել փոփոխված ձգողականության տեսություն, որը բացատրում է մեկ դիտարկումը, այն ձախողվում է բացատրել մեկ այլ դիտարկումը։ Ուստի մենք վերադառնում ենք դեպի մութ նյութը։ Բայց ոչ թե պարզ մութ նյութը, ոչ թե մեկ տեսակի մասնիկը, որը թույլ փոխազդում է սովորական նյութի հետ, այլ բարդ, հարուստ, հնարավոր է նույնիսկ կենդանի մութ նյութը։ Եվ այստեղ է, որ պատմությունը դառնում է իսկապես փիլիսոփայական։ Քանի որ եթե մութ նյութը կարող է ունենալ իր սեփական ֆիզիկան, իր սեփական քիմիան, իր սեփական կառուցվածքը, ապա հնարավոր է, որ այն կարող է ունենալ իր սեփական կյանքը։ Կյանքը, ինչպես մենք ճանաչում ենք, հիմնված է քիմիայի վրա։ Ածխածնի ատոմները կապվում են թթվածնի, ջրածնի, ազոտի ատոմների հետ, ձևավորելով մոլեկուլներ։ Այդ մոլեկուլները կազմակերպում են բարդ կառուցվածքների մեջ սպիտակուցներ, DNA, բջիջներ։ Այդ բջիջները կազմակերպում են օրգանիզմների մեջ, եւ այդ օրգանիզմները մտածում են, զգում են, ստեղծում են։ Բայց ինչու պետք է կյանքը սահմանափակվի սովորական նյութով։ Եթե մութ նյութը կարող է ձևավորել մութ ատոմներ և մութ մոլեկուլներ, ապա հնարավոր է, որ այն կարող է ձևավորել մութ սպիտակուցներ և մութ DNA։ Մութ բջիջներ,
մութ օրգանիզմներ, մութ կյանք։ Սա հնչում է գիտական ֆանտաստիկայի պես, բայց մի մոռացեք, 100 տարի առաջ գաղափարը, որ կարող են գոյություն ունենալ այլ գալակտիկաներ մեր Ծիրկատնուց դուրս, համարվում էր գիտական ֆանտաստիկա։ 50 տարի առաջ գաղափարը, որ կարող են գոյություն ունենալ սև խոռոչներ, համարվում էր գիտական ֆանտաստիկա։ 20 տարի առաջ գաղափարը, որ տիեզերքը ընդլայնվում է արագացող տեմպերով, համարվում էր գիտական ֆանտաստիկա։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք մտածում ենք, որ հասել ենք մեր ըմբռնման սահմանին, տիեզերքը ցույց է տալիս մեզ, որ իրականությունը տարօրինակ է։ Ավելի տարօրինակ, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Բայց եկեք վերադառնանք դեպի այն, ինչ մենք գիտենք։ Եկեք վերադառնանք դեպի այն, ինչ մենք կարող ենք չափել։ Քանի որ անկախ նրանից, թե ինչ է մութ նյութը, մենք գիտենք, որ այն գոյություն ունի։ Մենք գիտենք, որ այն ունի զանգված։ Մենք գիտենք, որ այն ազդում է տիեզերքի վրա։ Եվ հիմա, 2026 թվականին, մենք ունենք ավելի լավ գործիքներ, քան երբևէ, որպեսզի ուսումնասիրենք այն։ Լուքս Զեպլինը միայն մեկ դետեկտորն է։ Կան տասնյակ այլ դետեկտորներ ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուրը օգտագործում է տարբեր տեխնոլոգիա, յուրաքանչյուրը զգայուն տարբեր տեսակի մութ նյութի նկատմամբ։ Քսենոն NT դետեկտորը Իտալիայում պարունակում է 8 տոննա հեղուկ քսենոն, ավելի մեծ, քան Լուքս Զեպլինը։ Panda X4T դետեկտորը Չինաստեկտորը Չինաստանում պարունակում է 4 տոննա։ Darwin դետեկտորը, որը ներկայումս կառուցվում է, կպարունակի 40 տոննա, 10 անգամ ավելի մեծ, քան ցանկացած գոյություն ունեցող դետեկտոր։ Բայց քսենոնային դետեկտորները միակները չեն։ Crest դետեկտորը Գերմանիայում օգտագործում է կալցիումի վոլֆրամատի բյուրեղներ, սառեցված գրեթե բացարձակ զրոյի։ Երբ մութ նյութի մասնիկը բախվում է բյուրեղին, այն տաքացնում է այն միկրոդեգրեայով, եւ այդ փոքրիկ ջերմության աճը կարող է չափվել։ Demic դետեկտորը Արգենտինայում օգտագործում է սիլիկոնի չիպեր, նույն տեխնոլոգիան, որը օգտագործում է թվային ֆոտոխցիկներում։ Երբ մութ նյութի մասնիկը բախվում է սիլիկոնին, այն ստեղծում է էլեկտրոն խոռոչ զույգեր, որոնք կարող են հայտնաբերվել։ Super CDMS դետեկտորը Կանադայում օգտագործում է գերմանիումի եւ սիլիկոնի բյուրեղներ, սառեցված մինչև մի քանի միլիկելվին։ Այն զգայուն է շատ թեթև մութ նյութի մասնիկների նկատմամբ, մասնիկներ, որոնք ունեն զանգված միայն մի քանի պրոտոնների չափ։ Եվ կան նաև դետեկտորներ, որոնք փնտրում են ոչ թե մութ նյութի մասնիկների բախումները, այլ դրանց ոչնչացումը։ Fermi Gamma Ray Space Telescope-ը դիտում է ամբողջ երկինքը գամմա ճառագայթներում։ AMS-02 դետեկտորը միջազգային տիեզերական կայանի վրա դիտում է կոսմիկ ճառագայթները։ HAWC դետեկտորը Մեքսիկայում դիտում է չափազանց բարձր էներգիայի գամմա ճառագայթները։ Եվ կան դետեկտորներ, որոնք փնտրում են աքսիոններ, մութ նյութի այլընտրանքային թեկնածու։ ADX դետեկտորը Վաշինգտոնում օգտագործում է ուժեղ մագնիսական դաշտ, փոխարկելու աքսիոնները, որը ֆոտոնների։ KAST դետեկտորը Ցիրնում օգտագործում է հին LHK մագնիսը, փնտրելու աքսիոններ արեգակից։ Յուրաքանչյուր այս դետեկտորներից յուրաքանչյուրը փնտրում է մութ նյութի տարբեր ձևը։ Յուրաքանչյուրը զգայուն է տարբեր զանգվածների եւ փոխազդեցության ուժերի նկատմամբ։ Եվ միասին դրանք ծածկում են հսկայական տիրույթ հնարավոր մութ նյութի մասնիկների։ Բայց ահա ամենահետաքրքիրը։ Բոլոր այս դետեկտորները տեսնում են տարբեր բաներ։ Որոշները տեսնում են ազդանշաններ, որոշները չեսնում ոչինչ, եսնում ոչինչ։ Որոշ ազդանշանները համապատասխանում են թեթև մութ նյութին, որոշները ծանր մութ նյութին։ Որոշները տեսնում են տարեկան մոդուլյացիա, որոշները ոչ։ Սա կարող է նշանակել, որ որոշ ազդանշաններ կեղծ են, կամ կարող է նշանակել, որ մութ նյութը բարդ է։ Հնարավոր է, որ կան մութ նյութի տարբեր տեսակներ, թեթև մասնիկներ եւ ծանր մասնիկներ։ Մասնիկներ, որոնք փոխազդում են ուժեղ, եւ մասնիկներ, որոնք փոխազդում են թույլ։ Ամբողջ մութ նյութի սպեկտր։ Եվ եթե դա ճիշտ է, ապա մութ նյութի հայտնագործումը կլինի ոչ թե մեկ պահ, այլ երկար գործընթաց։ Մենք չենք արթնանա մի առավոտ եւ կասենք. «Այո, մենք գտանք մութ նյութը»։ Փոխարենը, մենք դանդաղ տարիների ընթացքում կհավաքենք ապացույցներ։ Մենք կտեսնենք ավելի շատ ազդանշաններ։ Մենք կհամեմատենք տարբեր դետեկտորների տվյալները։ Մենք կսահմանափակենք հնարավոր մասնիկների հատկությունները։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, պատկերը կդառնա ավելի պարզ։ Բայց մի բան անվիճելի է։ Մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջանում։ Առաջին անգամ մարդկության պատմության մեջ մենք ունենք գործիքներ, որոնք բավականաչափ զգայուն են հայտնաբերելու մութ նյութի մասնիկները։ Առաջին անգամ մենք կարող ենք իսկապես ուսումնասիրել տիեզերքի անտեսանելի կողմը։ Եվ անկախ նրանից, թե ինչ կգտնենք, անկախ նրանից, թե արդյոք Լուքս Զեպլինի ազդանշանը հաստատվի թե ոչ, մենք սովորելու ենք ինչ-որ բան հիմնարար տիեզերքի մասին։
Մենք սովորելու ենք, թե ինչից է կազմված իրականության 85%-ը։ Մենք սովորելու ենք, թե ինչպես է ձևավորվել տիեզերքի կառուցվածքը։ Մենք սովորելու ենք, թե ինչպես են ծնվել գալակտիկաները, աստղերը, մոլորակները, մենք։ Քանի որ վերջապես մութ նյութի հայտնագործումը ոչ թե միայն ֆիզիկայի հարց է, այն հարց է մեր ծագման մասին, հարց է մեր տեղի մասին տիեզերքում, հարց է նրա մասին, թե ինչ է իրականությունը։ Մենք կազմված ենք աստղային փոշուց։ Ածխածինը մեր մարմիններում ստեղծվել է աստղերի միջուկներում։ Թթվածինը, որով մենք շնչում ենք, ձևավորվել է գերնովաների պայթյուններում։ Երկաթը մեր արյան մեջ դարձվել է սև խոռոչների միաձուլումներում։ Մենք բառացիորեն կազմված ենք տիեզերքից։ Բայց այդ տիեզերքը, որը ստեղծել է մեզ, ինքը ստեղծվել է մութ նյութի միջոցով։ Առանց մութ նյութի գալակտիկաները երբեք չէին ձևավորվի։ Առանց գալակտիկաների աստղերը երբեք չէին ծնվի։ Առանց աստղերի մենք երբեք չէին գոյություն ունենա։ Մութ նյութը, այս անտեսանելի, անհասկանալի նյութը է հիմքը, որի վրա կառուցված է ամեն ինչ։ Ուստի երբ մենք փնտրում ենք մութ նյութ, մենք փնտրում ենք ոչ թե պարզապես նոր մասնիկ, մենք փնտրում ենք մեր սեփական ծագումը։ Մենք փնտրում ենք պատասխանը հարցին, ինչու մենք գոյություն ունենք։ Եվ հիմա, հունվարի 31-ին 2026 թվականին, մենք հնարավոր է ավելի մոտ ենք այդ պատասխանին, քան երբևէ։ Մեկ ազդանշան խորը ստորգետնյա լաբորատորիայում։ Մեկ ատոմ, որը շարժվեց։ Մեկ պահ, որը կարող է փոխել ամեն ինչ։ Կամ կարող է ոչ։ Կարող է սա ևս մեկ կեղծ ազդանշան է։ Ես մեկ հուսախաբություն երկար ճանապարհին դեպի ճշմարտությունը։ Բայց նույնիսկ եթե այդպես է, մենք չենք դադարի փնտրել։ Քանի որ մութ նյութը այնտեղ է, այն իրական է, այն սպասում է հայտնաբերվելու։ Եվ մի օր, հնարավոր է վաղը, հնարավոր է 10 տարի հետո, հնարավոր է 100 տարի հետո, մենք կգտնենք այն։ Մենք կհասկանանք, թե ինչ է մութ նյութը։ Մենք կտեսնենք տիեզերքի թաքնված կողմը։ Եվ այդ պահին մարդկությունը կփոխվի ընդմիշտ։ Քանի որ երբ մենք հասկանանք մութ նյութը, մենք կհասկանանք տիեզերքը։ Եվ երբ մենք հասկանանք տիեզերքը, մենք կհասկանանք մեզ։ Քանի որ վերջապես մենք ոչ թե տարանջատված ենք տիեզերքից, մենք մասն ենք դրա։ Մենք տիեզերքն ենք, գիտակցելով ինքնիրեն։ Եվ սա վերջապես է մութ նյութի որոնման իսկական նշանակությունը։ Ոչ թե պարզապես գտնել նոր մասնիկ, այլ հասկանալ մեր տեղը անսահման տիեզերքում։ Հասկանալ, որ մենք կապված ենք ամեն ինչի հետ, տեսանելի եւ անտեսանելի։ Հասկանալ, որ իրականությունը շատ ավելի հարուստ, շատ ավելի տարօրինակ, շատ ավելի գեղեցիկ է, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Եվ այդ ըմբռնումը, այդ խորը վիսցերալ ըմբռնումը մեր կապի մասին տիեզերքի հետ արժե յուրաքանչյուր տարին սպասման։ Յուրաքանչյուր ձախողված փորձը, յուրաքանչյուր կեղծ ազդանշանը։ Քանի որ երբ մենք վերջապես գտնենք մութ նյութը, մենք չենք պարզապես լուծի գիտական հանելուկ։ Մենք կբացահայտենք տիեզերքի հոգին։ Եվ այդ բացահայտումը կլինի մարդկության ամենամեծ ձեռքբերումը։ Բայց հիմա եկեք խոսենք այն մասին, ինչի մասին գիտնականները իսկապես խոսում են փակ դռների հետևում։ Ոչ թե հուզմունքի մասին, ոչ թե հաղթանակի մասին, այլ վախի մասին։ Վախի, որ մենք կարող ենք սխալվել։ Վախ, որ մենք կարող ենք փնտրել սխալ տեղում։ Վախի, որ իրականությունը կարող է լինել այնքան տարօրինակ, որ մեր մաթեմատիկան, մեր ֆիզիկան, մեր ամբողջ գիտական մեթոդը կարող է լինել անբավարար։ Իմացեք, որ ես հասկանում եմ ճիշտ այն, ինչի մասին դուք մտածում եք այս պահին։ Դա հնչում է որպես պսևդոգիտություն։ Դա հնչում է որպես գիտական ֆանտաստիկա։ Դա հնչում է որպես հուսահատ փորձ, բացատրելու այն, ինչ մենք չենք հասկանում։ Եվ գիտեք ինչ, դուք բացարձակապես ճիշտ եք լինելու սկեպտիկ, քանի որ գիտության պատմությունը լի է փայլուն տեսություններով, որոնք ապացուցվել են սխալ։ Լի է հայտնագործություններով, որոնք անհետացել են ավելի ուսումնասիրության ներքո։ Լի է պահերով, երբ մենք մտածել ենք, որ հասել ենք պատասխանին, միայն այն պարզելու համար, որ մենք նույնիսկ չենք հասկացել հարցը։ Ուստի եկեք լինենք բացարձակապես ազնիվ այստեղ։ Եկեք խոսենք ոչ թե այն մասին, ինչ մենք գիտենք, այլ այն մասին, ինչ մենք չենք գիտի։ Մենք չենք գիտի, թե արդյոք Լուք Զեպլինի ազդանշանը իսկապես մութ նյութ է։ Մենք ունենք մեկ իրադարձություն։ Մեկ։ Վիճակագրորեն սա կարող է լինել պատահական տատանում։ Սա կարող է լինել չճանաչված ֆոնային աղբյուր։ Սա կարող է լինել սարքավորումների սխալ։ Մենք պետք է սպասենք ավելի շատ տվյալների, ավելի շատ ազդանշանների, ավելի շելի շատ հաստատման։ Մենք չենք գիտի, թե արդյոք մութ նյութը մասնիկ է։ Այո, մասնիկային տեսությունները ամենահայտնի թեկնածուներն են, բայց դա չի նշանակում, որ դրանք ճիշտ են։ Հնարավոր է, որ մութ նյութը ինչ-որ բան ամբողջովին այլ է։
Ինչ-որ բան, որի համար մենք նույնիսկ չունենք անուն։ Մենք չենք գիտի, թե ինչու մութ նյութը կազմում է հենց 85% տիեզերքի նյութի։ Ինչու ոչ թե 50%։ Ինչու ոչ թե 95%։ Ինչու հենց այդ հարաբերակցությունը։ Մենք կարող ենք հաշվարկել, թե որքան մութ նյութ պետք է մնար մեծ պայթյունից հետո, բայց մենք չենք հասկանում, թե ինչու բնությունը ընտրեց հենց այդ պարամետրերը։ Մենք չենք գիտի, թե արդյոք մութ նյութը կայուն է։ Հնարավոր է, որ մութ նյութի մասնիկները դանդաղ քայքայվում են։ Շատ դանդաղ, միլիարդավոր տարիների ընթացքում։ Բայց եթե դա ճիշտ է, ապա մութ նյութի քանակությունը տիեզերքում դանդաղ նվազում է, եւ տիեզերքի ապագան կլինի տարբեր, քան մենք կանխատեսում ենք։ Մենք չենք գիտի, թե արդյոք մութ նյութը միատեսակ է ամբողջ տիեզերքում։ Հնարավոր է, որ տարբեր շրջաններում տիեզերքի կան մութ նյութի տարբեր տեսակներ։ Հնարավոր է, որ մեր գալակտիկայի մութ նյութը տարբերվում է հեռավոր գալակտիկաների մութ նյութից։ Մենք ենթադրում ենք միատեսակություն, բայց մենք չենք ապացուցել այն։ Մենք չենք գիտի, թե արդյոք մութ նյութը փոխազդում է ինքն իր հետ։ Ենթադրվում է, որ մութ նյութի մասնիկները անցնում են միմյանց միջով առանց բախվելու։ Բայց ինչ եթե դրանք փոխազդում են թույլ։ Ինչ եթե կա մութ ուժ, որը կապում է մութ նյութի մասնիկները միմյանց հետ։ Սա կփոխեր ամեն ինչ մեր ըմբռնման մեջ մութ նյութի կառուցվածքի մասին։ Մենք չենք գիտի, թե արդյոք մութ նյութը կապված է մութ էներգիայի հետ։ Մութ էներգիան, այդ անհայտ ուժը, որը պատասխանատու է տիեզերքի արագացող ընդլայնման համար, կազմում է 70% տիեզերքի ամբողջ էներգիայի։ Մութ նյութը կազմում է 25%, սովորական նյութը միայն 5%։ Արդյոք պատահական է, որ երկու մութ բաղադրիչները գերիշխում են տիեզերքում։ Թե կա խորը կապ, որը մենք դեռ չենք հասկացել։ Եվ ահա ամենախորը անհայտը։ Մենք չենք գիտի, թե արդյոք մեր հիմնական ֆիզիկան ճիշտ է։ Ամեն ինչ, ինչ մենք գիտենք մութ նյութի մասին, հիմնված է Էյնշտեյնի ընդհանուր հարաբերականության տեսության վրա։ Բայց ինչ եթե այդ տեսությունը անամբողջ է։ Ինչ եթե գալակտիկաների եւ գալակտիկաների կիտիկաների կույտերի մասշտաբներում ձգողականությունը աշխատում է տարբեր կերպ։ Պատկերացրեք, որ դուք փորձում եք հասկանալ օվկիանոսի հոսքերը, բայց ձեր ֆիզիկան նկարագրում է միայն ջրի մոլեկուլները։ Դուք կարող եք ճիշտ նկարագրել, թե ինչպես են մոլեկուլները շուլները շարժվում, բայց դուք կբաց թողնեք ամբողջ պատկերը։ Քամին, երկրի պտտումը, ջերմաստիճանի տարբերությունները, լուսնի ձգողականությունը։ Հնարավոր է, որ մեր ֆիզիկան նման է դրան։ Ճիշտ փոքր մասշտաբներում, բայց բաց թողնում է ինչ-որ բան հիմնարար մեծ մասշտաբներում։ Բայց ահա հետաքրքիրը, այս անհայտությունը, այս գիտական խոնարհությունը ոչ թե թուլություն է, այն ուժ է։ Քանի որ երբ մենք ընդունում ենք, թե ինչ մենք չենք գիտի, մենք բացում ենք դռները դեպի իսկական հայտնագործություն։ Պատկերացրեք, որ դուք քարտեզագրում եք անհայտ տարածք։ Եթե դուք ենթադրում եք, որ գիտեք, թե ինչ կա այնտեղ, դուք կտեսնեք միայն այն, ինչ սպասում եք տեսնել։ Բայց եթե դուք ընդունում եք ձեր անգիտությունը, եթե դուք մնում եք բաց անսպասելիի նկատմամբ, ապա դուք կարող եք հայտնաբերել հրաշքներ, որոնք դուք երբեք չէիք պատկերացրել։ Հենց այդպես է մութ նյութի որոնումը։ Մենք չգիտենք, թե ինչ կգտնենք։ Մենք չգիտենք, թե արդյոք մեր տեսությունները ճիշտ են։ Մենք չգիտենք նույնիսկ, թե արդյոք թեակ հարցերը, բայց մենք շարունակում ենք փնտրել։ Քանի որ յուրաքանչյուր փորձ, յուրաքանչյուր չավանչուր չափում, յուրաքանչյուր դիտարկում մեզ մոտեցնում է ճշմարտությանը։ Եվ երբեմն ճշմարտությունը տարօրինակ է։ Երբեմն այն մեզ ստիպում է վերագրել մեր ամբողջ ըմբռնումը իրականության մասին։ Վերցրեք քվանտային մեխանիկան։ Երբ ֆիզիկոսները առաջին անգամ հայտնաբերեցին, որ մասնիկները կարող են լինել երկու տեղում միաժամանակ, որ դիտարկումը փոխում է իրականությունը, որ մասնիկները կարող են լինել փոխկապակցված անսահման հեռավորությունների վրա, նրանք չէին հավատում դրան։ Էյնշտեյնը ինքը մերժեց քվանտային մեխանիկայի որոշ հետևանքներ։ Նա ասաց. Աստված չի խաղում զառեր տիեզերքով։ Բայց տիեզերքը չի հոգում, թե ինչ մենք հավատում ենք։ Քվանտային մեխանիկան ճիշտ է։ Այն ապացուցվել է հազարավոր փորձերով։ Այն հիմքն է ժամանակակից տեխնոլոգիայի, համակարգիչներ, լազերներ, MRI, իսկաներներ։ Իրականությունը տարօրինակ է, եւ մենք պետք է ընդունենք այդ տարօրինակությունը։ Կամ վերցրեք մեծ պայթյունը։ Երբ Ժորժ Լեմետրը առաջին անգամ առաջարկեց, որ տիեզերքը ունեցել է սկիզբ, որ այն ծնվել է անսահման խիտ եւ տաք կետից, գիտական համայնքը ծիծաղեց նրա վրա։ Նրանք անվանեցին դա մեծ պայթյուն ծաղրանքով։ Բայց Լեմետրը ճիշտ էր։ Տիեզերքը ունի սկիզբ, եւ այդ սկիզբը եղել է 13 միլիարդ 800 միլիոն տարի առաջ։ Կամ վերցրեք սև խոռոչները։
Երբ Կարլ Շվարցշիլդը առաջին անգամ լուծեց Էյնշտեյնի հավասարումները եւ գտավ, որ կարող են գոյություն ունենալ օբյեկտներ, որոնց ձգողականությունը այնքան ուժեղ է, որ նույնիսկ լույսը չի կարող փախչել, ֆիզիկոսները մտածեցին, որ դա մաթեմատիկական տարօրինակություն է։ Ոչինչ այդպիսին չի կարող գոյություն ունենալ բնությունում։ Բայց այժմ մենք գտել ենք միլիոնավոր սև խոռոչներ։ Մենք լսել ենք ձգողականության ալիքները դրանց միաձուլումներից։ Մենք նկարել ենք սև խոռոչի ստվերը։ Յուրաքանչյուր անգամ, երբ բնությունը ցույց է տվել մեզ ինչ-որ բան նոր, ինչ-որ բան անսպասելի, ինչ-որ բան, որը հակասում է մեր ինտուիցիային, մենք սկզբում մերժել ենք այն։ Բայց վերջապես մենք ընդունել ենք այն, քանի որ ապացույցները անհերքելի են։ Եվ հիմա մենք կանգնած ենք մեկ այլ այդպիսի պահի շեմին։ Մութ նյութի հայտնագործումը կարող է լինել այնքան տարօրինակ, այնքան անսպասելի, այնքան հակասող մեր ինտուիցիային, որ մենք սկզբում չենք հավատա դրան։ Բայց եթե ապացույցները այնտեղ են, մենք պետք է ընդունենք դրանք։ Բայց ահա ամենակարևորը։ Անկախ նրանից, թե ինչ կգտնենք, անկախ նրանից, թե որքան տարօրինակ կլինի պատասխանը, մենք պետք է մնանք խոնարհ։ Մենք պետք է հիշենք, որ յուրաքանչյուր պատասխան բացում է նոր հարցեր։ Երբ մենք հայտնաբերեցինք ատոմը, մենք մտածեցինք, որ գտել ենք նյութի վերջնական շինարարական բլոկը։ Բայց ապա մենք հայտնաբերեցինք, որ ատոմները կազմված են էլեկտրոններից եւ միջուկներից։ Ապա մենք հայտնաբերեցինք, որ միջուկները կազմված են պրոտոններից եւ նեյտրոններից։ Ապա մենք հայտնաբերեցինք, որ պրոտոնները եւ նեյտրոնները կազմված են քվարկներից։ Եվ հիմա մենք հարցնում ենք. արդյոք քվարկները կազմված են ավելի փոքր բաներից։ Արդյոք կան լարեր։ Արդյոք կա ավելի խորը մակարդակ իրականության։ Յուրաքանչյուր պատասխան բացում է նոր խորություն։ Յուրաքանչյուր հայտնագործություն բացահայտում է նոր անհայտ։ Սա ոչ թե բագ է, սա ֆիչա է։ Սա է գիտության գեղեցկությունը։ Եվ մութ նյութի հայտնագործումը կլինի նույնը։ Երբ մենք վերջապես հասկանանք, թե ինչ է մութ նյութը, մենք չենք ասի. լավ, ավարտեցինք, մենք լուծեցինք տիեզերքը։ Փոխարենը մենք կասենք. վաու, հիմա մենք ունենք ամբողջովին նոր հարցերի շարք։ Ինչպես է մութ նյութը փոխազդում մութ էներգիայի հետ։ Արդյոք կա մութ ճառագայթում։ Արդյոք մութ նյութը կարող է ձևավորել կառուցվածքներ ենթաատոմային մակարդակում։ Արդյոք կան մութ նյութի բազմաթիվ սերունդներ, ինչպես կան լեպտոնների եւ քվարկների բազմաթիվ սերունդներ։ Արդյոք մութ նյութը կապված է լրացուցիչ չափումների հետ։ Արդյոք այն կապված է լարերի տեսության հետ։ Արդյոք այն կապված է քվանտային ձգողականության հետ։ Հարցերը անվերջ են, եւ դա գեղեցիկ է։ Բայց եկեք վերադառնանք դեպի այն, ինչ տեղի է ունենում հենց հիմա։ Հունվար 2026 թվական։ Ամբողջ աշխարհում տասնյակ լաբորատորիաներ աշխատում են 24 ժամ 7 օր շաբաթվա։ Հարյուրավոր գիտնականներ վերլուծում են տվյալներ։ Հազարավոր համակարգիչներ սիմուլյացնում են մութ նյութի բաշխումը տիեզերքում։ Եվ յուրաքանչյուր օր մենք մոտենում ենք պատասխանին։ Ոչ թե մեկ մեծ հայտնագործությամբ, այլ հազարավոր փոքր քայլերով։ Յուրաքանչյուր չափում մի փոքր ավելի ճշգրիտ է, քան նախորդը։ Յուրաքանչյուր դետեկտոր մի փոքր ավելի զգազգայուն է։ Յուրաքանչյուր տեսություն մի փոքր ավելի ճշգրիտ է։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, պատկերը դառնում է ավելի պարզ։ Մենք սահմանափակում ենք հնարավոր մաստիկների զանգվածը։ Մենք սահմանափակում ենք փոխազդեցության ուժը։ Մենք բացառում ենք որոշ տեսություններ եւ հաստատում ենք այլ տեսություններ։ Մենք նեղացնում ենք որոնման տարածքը։ Պատկերացրեք, որ դուք լուծում եք հսկայական փազլ։ Սկզբում դուք ունեք 10,000 կտոր, եւ դուք չգիտեք նույնիսկ, թե ինչպիսին է վերջնական պատկերը։ Բայց դանդաղ դուք սկսում եք գտնել կտորներ, որոնք համապատասխանում են միմյանց։ Դուք սկսում եք տեսնել օրինաչափություններ։ Դուք սկսում եք հասկանալ կառուցվածքը։ Եվ յուրաքանչյուր կտոր, որը դուք տեղադրում եք, դարձնում է հաջորդ կտորը ավելի հեշտ գտնելու համար։ Հենց այդպես է մութ նյութի որոնումը։ Յուրաքանչյուր փորձ տեղադրում է մեկ այլ կտոր փազլում։ Եվ դանդաղ, շատ դանդաղ մենք սկսում ենք տեսնել պատկերը։ Բայց ահա ամենահրաշալին։ Վերջնական պատկերը, երբ մենք վերջապես տեսնենք այն ամբողջությամբ, կլինի ավելի գեղեցիկ, ավելի բարդ, ավելի տպավորիչ, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Քանի որ տիեզերքը միշտ գերազանցում է մեր երևակայությունը, միշտ։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք մտածում ենք, որ հասկացել ենք ինչ-որ բան, տիեզերքը ցույց է տալիս մեզ ավելի խորը մակարդակ, ավելի խորը գեղեցկություն, ավելի խորը ճշմարտություն։ Եվ սա է պատճառը, թե ինչու գիտնականները անում են այն, ինչ անում են։ Ոչ թե փողի համար, ոչ թե փառքի համար, այլ այդ պահերի համար, երբ տիեզերքը բացահայտում է իր գաղտնիքներից մեկը։ Այդ պահերի համար, երբ ինչ-որ բան, որը եղել է անհասկանալի, հանկարծ դառնում է պարզ։ Այդ պահերի համար, երբ դուք տեսնում ես օրինաչափություն, որը ոչ ոք երբեք չի տեսել նախկինում։ Այդ պահերը անգնահատելի են,
Դրանք արժե յուրաքանչյուր տարին ուսման, յուրաքանչյուր գիշերը լաբորատորիայում, յուրաքանչյուր ձախողված փորձը։ Քանի որ երբ դուք տեսնում ես ինչ-որ բան, որը ոչ ոք երբեք չի տեսել, երբ դուք հասկանում ես ինչ-որ բան, որը ոչ ոք երբեք չի հասկացել, դուք դառնում ես մասը ինչ-որ բանի ավելի մեծի, քան դու ինքդ։ Դուք դառնում ես մասը մարդկության կոլեկտիվ ճանապարհորդության դեպի ըմբռնումը։ Եվ այդ ճանապարհորդությունը երկար է։ Այն սկսվել է հազարավոր տարիներ առաջ, երբ առաջին մարդիկ նայեցին երկինք եւ հարցրին. «Ինչ են այդ լույսերը»։ Այն շարունակվել է հին հույն փիլիսոփաներով, ովքեր փորձեցին հասկանալ նյութի բնույթը։ Այն շարունակվել է միջնադարյան աստղագետներով, ովքեր քարտեզագրեցին աստղերը։ Այն շարունակվել է Նյուտոնով, ով բացահայտեց ձգողականության օրենքները։ Էյնշտեյնով, ով ցույց տվեց, որ տարածությունը եւ ժամանակը փոխկապակցված են։ Հաբլով, ով հայտնաբերեց, որ տիեզերքը ընդլայնվում է։ Եվ հիմա այն շարունակվում է մեզանով, ովքեր փնտրում ենք մութ նյութ, մեզանով, ովքեր փորձում ենք հասկանալ տիեզերքի անտեսանելի կողմը, մեզանով, ովքեր կանգնած ենք հսկայական անհայտի եզրին եւ համարձակվում ենք քայլել առաջ։ Եվ մի օր, հնարավոր է վաղը, հնարավոր է 10 տարի հետո, հնարավոր է 100 տարի հետո, ինչ որ մեկը կգտնի պատասխանը, ինչ որ մեկը կհասկանա, թե ինչ է մութ նյութը։ Եվ այդ պահին ամբողջ մարդկությունը կօգտվի։ Քանի որ գիտությունը ոչ թե մրցակցություն է, այն համագործակցություն է։ Երբ մեկ գիտնական կատարում է հայտնագործություն, բոլոր գիտնականները օգտվում են։ Երբ մեկ լաբորատորիա մշակում է նոր տեխնիկա, բոլոր լաբորատորիաները կարող են օգտագործել այն։ Երբ մեկ տեսաբան առաջարկում է նոր գաղափար, բոլոր տեսաբանները կարող են կառուցել դրա վրա։ Մենք կանգնած ենք հսկաների ուսերի վրա։ Յուրաքանչյուր հայտնագործություն հնարավոր է միայն այն բոլոր հայտնագործությունների շնորհիվ, որոնք եկել են նախկինում։ Յուրաքանչյուր նոր ըմբռնում կառուցված է բոլոր այն ըմբռնումների վրանումների վրա, որոնք եկել են նախկինում։ Մենք մասն ենք շղթայի, որը տարածվում է հազարավոր տարիներ անցյալ եւ հազարավոր տարիներ ապագա։ Եվ երբ մենք վերջապես հասկանանք մութ նյութը, երբ մենք վերջապես տեսնենք տիեզերքի թաքնված կողմը, այդ ըմբռնումը կդառնա մարդկության ժառանգության մաս։ Այն կփոխանցվի հաջորդ սերնդին, եւ այդ սերունդը կօգտագործի այն, գնալու ավելի հեռու, տեսնելու ավելի խորը, հասկանալու ավելի շատ։ Սա է գիտության իսկական ժառանգությունը, ոչ թե անհատական հայտնագործությունները, այլ կոլեկտիվ ճանապարհորդությունը դեպի ըմբռնումը, ճանապարհորդությունը, որը երբեք չի ավարտվում, քանի որ միշտ կլինի ավելին սովորելու, միշտ կլինի ավելի խորը հարցեր տալու, միշտ կլինի ավելի մեծ հրաշքներ հայտնաբերելու։ Եվ սա է պատճառը, թե ինչու մութ նյութի որոնումը կարևոր է։ Ոչ թե միայն այն պատճառով, որ այն կպատասխանի գիտական հարցի, այլ այն պատճառով, որ այն մասն է ինչ-որ բանի ավելի մեծի։ Մասն է մարդկության ձգտման, հասկանալու տիեզերքը։ Մասն է մեր ճանապարհորդության դեպի ճշմարտությունը։ Եվ այդ ճանապարհորդությունը վերջապես է այն, ինչը մեզ դարձնում է մարդ։ Ոչ թե մեր ուժը, ոչ թե մեր արագությունը, ոչ թե մեր ֆիզիկական կարողությունները, այլ մեր հարցնելու կարողությունը, մեր հետաքրքրասիրությունը, մեր ցանկությունը հասկանալու։ Մենք միակ տեսակն ենք այս մոլորակի վրա, որը նայում է աստղերին եւ հարցնում. ինչու։ Միակ տեսակը, որը կառուցում է հեռադիտակներ եւ դետեկտորներ։ Միակ տեսակը, որը գրում է հավասարումներ եւ ստեղծում տեսություններ։ Միակ տեսակը, որը փորձում է հասկանալ տիեզերքը։ Եվ հնարավոր է, մենք միակ տեսակն ենք ամբողջ տիեզերքում, որը անում է սա։ Հնարավոր է, կան այլ քաղաքակրթություններ այլ աստղերի շուրջ, որոնք նույնպես փնտրում են պատասխաններ, բայց հնարավոր է նաեւ մենք միակներն ենք։ Միակ գիտակցությունը անսահման տիեզերքում, որը փորձում է հասկանալ ինքն իրեն։ Եվ եթե դա ճիշտ է, եթե մենք իսկապես միակներն ենք, ապա մեր պարտականությունը ավելի մեծ է։ Մենք պետք է հասկանանք տիեզերքը, ոչ թե միայն մեզ համար, այլ տիեզերքի համար։ Քանի որ եթե մենք չենք հասկանում այն, ով կհասկանա։ Սա հնչում է գրանդիոզ, սա հնչում է ամբարտավան։ Բայց մտածեք դրա մասին։ Տիեզերքը գոյություն է ունեցել 13 միլիարդ 800 միլիոն տարի։ Մեծ մասամբ այդ ժամանակի ընթացքում այն եղել է անգիտակից։ Աստղերը վառվել են, գալակտիկաները ձևավորվել են, մոլորակները պտտվել են, բայց ոչ ոք չի եղել այնտեղ տեսնելու այն։ Ոչ ոք չի եղել այնտեղ հասկանալու այն։ Բայց հիմա այս փոքրիկ ապարի վրա, որը պտտվում է միջին աստղի շուրջ միջին գալակտիկայի եզրում, ինչ որ բան նոր է տեղի ունեցել։ Տիեզերքը դարձել է գիտակից ինքն իրեն։ Ատոմները, որոնք ստեղծվել են աստղերում, կազմակերպվել են այնպիսի կերպ, որ նրանք կարող են մտածել, նրանք կարող են հարցնել, նրանք կարող են հասկանալ։ Մենք ատոմներն ենք, որոնք մտածում են ատոմների մասին։ Մենք տիեզերքն ենք, որը փորձում է հասկանալ ինքն իրեն։ Եվ սա վերջապես է ամենահրաշալի բանը։
Ուստի երբ մենք փնտրում ենք մյուտ-նյութ, մենք փնտրում ենք ավելին, քան պարզապես նոր մասնիկ։ Մենք փնտրում ենք ավելին, քան պարզապես գիտական հայտնագործություն։ Մենք փնտրում ենք ինքներս մեզ։ Մենք փնտրում ենք մեր տեղը տիեզերքում։ Մենք փնտրում ենք ըմբռնումը։ Եվ այդ ըմբռնումը, երբ այն գալիս է, փոխում է ամեն ինչ։ Ոչ թե միայն մեր գիտությունը, ոչ թե միայն մեր տեխնոլոգիան, այլ մեր փիլիսոփայությունը, մեր աշխարհայացքը, մեր զգացումը մեր տեղի մասին տիեզերքում։ Երբ Կոպեռնիկը ցույց տվեց, որ երկիրը ոչ թե տիեզերքի կենտրոնն է, այլ պտտվում է արեգակի շուրջ, դա փոխեց ամեն ինչ։ Երբ Դարվինը ցույց տվեց, որ մարդիկ էվոլյուցիայի արդյունք են, ոչ թե հատուկ ստեղծագործություն, դա փոխեց ամեն ինչ։ Երբ Էյնշտեյնը ցույց տվեց, որ տարածությունը եւ ժամանակը հարաբերական են, ոչ թե բացարձակ, դա փոխեց ամեն ինչ։ Եվ երբ մենք հասկանանք մութ-նյութը, երբ մենք տեսնենք տիեզերքի թաքնված կողմը, դա կփոխի ամեն ինչ։ Մենք կհասկանանք, որ իրականությունը շատ ավելի հարուստ է, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Մենք կհասկանանք, որ մենք ապրում ենք տիեզերքում, որի մեծ մասը անտեսանելի է մեզ համար։ Մենք կհասկանանք, որ կան ամբողջ աշխարհներ, ամբողջ իրականություններ, որոնք գոյակցում են մեր հետ, բայց որոնք մենք երբեք չենք տեսել։ Եվ այդ ըմբռնումը կդարձնի մեզ ավելի խոնարհ, ավելի զարմացած, ավելի հարգալից դեպի տիեզերքի հրաշքը։ Քանի որ վերջապես մութ-նյութի որոնումը ոչ թե մեր գերազանցության մասին է, այն մեր խոնարհության մասին է։ Այն ընդունելու մասին է, որ մենք չգիտենք ամեն ինչ։ Այն բաց լինելու մասին է անսպասելիի նկատմամբ։ Այն պատրաստ լինելու մասին փոխելու մեր միտքը, երբ ապացույցները պահանջում են դա։ Եվ սա, վերջապես, է գիտության իսկական ոգին։ Ոչ թե դոգմա, ոչ թե կրոն, այլ բաց հետաքննություն։ Պատրաստակամություն հետևելու ապացույցներին, անկախ նրանից, թե ուր են դրանք տանում։ Խոնարհություն ընդունելու, երբ մենք սխալվում ենք, եւ հարատևություն շարունակելու փնտրել, նույնիսկ երբ պատասխանը թվում է անհասանելի։ Սա է այն, ինչ մութ-նյութի որոնումը սովորեցնում է մեզ։ Ոչ թե միայն ֆիզիկա, այլ փիլիսոփայություն, ոչ թե միայն գիտություն, այլ իմաստություն։ Եվ երբ մենք վերջապես գտնենք մութ-նյութը, երբ մենք վերջապես հասկանանք տիեզերքի անտեսանելի կողմը, մենք կտեսնենք, որ ճանապարհորդությունը եղել է այնքան կարևոր, որքան նպատակակետը։ Քանի որ այն ճանապարհորդության ընթացքում մենք սովորել ենք խոնարհ լինել, մենք սովորել ենք համբերատար լինել, մենք սովորել ենք բաց լինել, մենք սովորել ենք զարմանալ։ Եվ այդ դասերը, այդ իմաստությունը կմնա մեզ հետ ընդմիշտ։ Անկախ նրանից, թե ինչ այլ հայտնագործություններ մենք կանենք, անկախ դրանից, թե որքան հեռու մենք կգնանք, մենք միշտ կհիշենք այն ժամանակը, երբ մենք փնտրեցինք անտեսանելին եւ գտանք այն։ Բայց հիմա եկեք խոսենք այն մասին, ինչի մասին ոչ ոք չի խոսում։ Այն մասին, ինչը պահվում է լռության մեջ նույնիսկ գիտական կոնֆերանսներում։ Այն մասին, ինչը արթնացնում է ֆիզիկոսներին գիշերվա 3 ժամին ոչ թե հուզմունքից, այլ գիտակցական ուշադրությունից։ Ինչ եթե մութ-նյութը ոչ թե պարզապես անտեսանելի մասնիկ է։ Ինչ եթե այն պատուհան է դեպի ինչ-որ բան ավելի խորը։ Ինչ-որ բան, որը վերաբերում է ոչ թե միայն ֆիզիկային, այլ գոյության բնույթին ինքնին։ Մտածեք դրա մասին մի վայրկյան։ Իսկապես մտածեք։ Տիեզերքի 85%-ը կազմված է ինչ-որ բանից, որը մենք երբեք չենք տեսել, երբեք չենք շոշափել, երբեք չենք հայտնաբերել ուղղակիորեն։ Մենք գիտենք, որ այն գոյություն ունի միայն այն պատճառով, որ տիեզերքը չի աշխատի առանց դրա։ Գալակտիկաները կցրվեին, աստղերը երբեք չէին ձևավորվեին, մենք երբեք չէինք գոյություն ունենա։ Սա նման է բացահայտելուն, ձեր տունը կառուցված է անտեսանելի հիմքի վրա, որ յուրաքանչյուր քայլ, որը դուք անում եք, հենվում է ինչ-որ բանի վրա, որը դուք չեք կարող տեսնել, որ ամբողջ ձեր իրականությունը, ամեն ինչ, ինչ դուք ճանաչում եք որպես իրական, միայն մակերեսային շերտն է ինչ-որ բանի անհամեմատ ավելի մեծի։ Եվ այստեղ է, որ փիլիսոփայությունը հանդիպում է ֆիզիկային։ Հազարավոր տարիներ փիլիսոփաները հարցրել են, ինչ է իրականությունը։ Արդյոք այն, ինչ մենք տեսնում ենք, իսկապես այնտեղ է։ Արդյոք մեր զգայարանները ցույց են տալիս մեզ ճշմարտությունը, թե միայն ստվերներ։ Պլատոնը խոսեց քարանձավի մասին, որտեղ մարդիկ տեսնում են միայն ստվերներ պատի վրա եւ սխալմամբ կարծում են, որ այդ ստվերները իրականությունն են։ Բայց հիմա ֆիզիկան ասում է մեզ, որ Պլատոնը ճիշտ էր։ Ոչ թե մետաֆորիկ իմաստով, այլ բառացի իմաստով։ Մենք տեսնում ենք միայն 15% իրականության։ Մնացած 85%-ը ստվերներ են, որոնք մենք չենք կարող տեսնել։ Բայց այդ ստվերները ավելի իրական են, քան ամեն ինչ, ինչ մենք կարող ենք տեսնել։ Սա ոչ թե փիլիսոփայական խաղ է, սա չափված, հաստատված, անհերքելի փաստ է։
Տիեզերքը բառացիորեն կազմված է ավելի շատ անտեսանելի նյութից, քան տեսանելիից։ Եվ այդ անտեսանելի նյութը որոշում է ամեն ինչ։ Բայց ահա հարցը, որը պահում է ինձ արթուն գիշերները։ Ինչ է սա ասում մեզ գիտակցության մասին։ Մտածեք դրա մասին։ Գիտակցությունը ձեր կարողությունը մտածելու, զգալու, գիտակցելու ծագում է ուղեղից։ Ուղեղը կազմված է նեյրոններից, նեյրոնները կազմված են ատոմներից, ատոմները կազմված են էլեկտրոն, պրոված են էլեկտրոններից, պրոտոններից, նեյտրոններից, բոլորը սովորական նյութ, բոլորը այդ 15%-ից, բայց այդ 15%-ը գոյություն ունի միայն այն պատճառով, որ 85%-ը պահում է այն միասին։ Առանց մութ նյութի գալակտիկաները երբեք չէին ձևավորվեին, առանց գալակտիկաների աստղերը երբեք չէին ծնվեին, առանց աստղերի ծանր տարրերը երբեք չէին ստեղծվեին, առանց ծանր տարրերի ուղեղները երբեք չէին գոյություն ունենա, առանց ուղեղների գիտակցությունը երբեք չէր ծագեր։ Ուստի գիտակցությունը այս տիեզերքում ամենաանմիջական, ամենաիրական բանը, որը դուք ճանաչում եք, գոյություն ունի միայն անտեսանելի նյութի շնորհիվ։ Ձեր մտքերը, ձեր զգացմունքները, ձեր ինքնագիտակցությունը։ Բոլորը հնարավոր են միայն այն պատճառով, որ տիեզերքի 85%-ը անտեսանելի է։ Սա ոչ թե պարզապես հետաքրքիր փաստ է, սա խորը փիլիսոփայական ճշմարտություն է։ Այն, ինչ մենք չենք կարող տեսնել, ստեղծել է այն, ինչ մենք կարող ենք տեսնել։ Անտեսանելին ստեղծել է տեսանելին, անհայտը ստեղծել է հայտնին։ Եվ այստեղ է, որ պատմությունը դառնում է իսկապես տարօրինակ։ Քանի որ եթե մութ նյութը ստեղծել է պայմանները գիտակցության համար, ապա հնարավոր է, որ մութ նյութը եւ գիտակցությունը կապված են ավելի խորը կերպով, քան մենք հասկանում ենք։ Ոչ, սպասեք։ Ես չեմ ասում, որ մութ նյութը գիտակից է։ Ես չեմ ասում, որ այն ունի միտք կամ նպատակ։ Սա կլիներ պսևդոգիտություն, սա կլիներ մտածողության ցանկություն։ Բայց ես ասում եմ ինչ-որ բան ավելի նուրբ, ավելի խորը։ Ես ասում եմ, որ տիեզերքը կազմակերպված է այնպես, որ անտեսանելին հնարավոր է դարձնում տեսանելին, որ անգիտակիցը ստեղծում է պայմանները գիտակցության հայմանները գիտակցության համար, որ մութը ծնում է լույսը։ Եվ սա վերջապես է ամենախորը հանելուկը։ Բայց եկեք լինենք բացարձակապես ազնիվ այստեղ։ Եկեք խոսենք ոչ թե այն մասին, ինչ մենք գիտենք, այլ այն մասին, ինչ մենք երբեք չենք իմանա։ Մենք երբեք չենք իմանա, թե ինչպես է զգացվում լինել մութ նյութի մասնիկ։ Եթե այն ունի որևէ ներքին փորձառություն, ինչը չափազանց անհավանական է, մենք երբեք չենք կարող մումուտ գործել այն։ Մենք կարող ենք չափել դրա զանգվածը, դրա փոխազդեցությունը, դրա բաշխումը, բայց մենք երբեք չենք կարող իմանալ, թե ինչպես է լինել այն։ Մենք երբեք չենք իմանա, թե արդյոք մութ նյութը միակ անտեսանելի բաղադրիչն է տիեզերքում։ Հնարավոր է, որ կան այլ բաներ, ավելի անտեսանելի, ավելի անհասանելի, որոնք մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել։ Մութ նյութը կարող է լինել միայն առաջին շերտը անտեսանելիի։ Կարող են լինել խորագույն շերտեր, որոնք մենք երբեք չենք հասնի։ Մենք երբեք չենք իմանա, թե ինչու տիեզերքը կազմակերպված է հենց այդպես։ Ինչու 85% մութ նյութ և 15% սովորական նյութ։ Ինչու ոչ թե հակառակը, ինչու ոչ թե 50-50։ Մենք կարող ենք չափել հարաբերակցությունը, բայց մենք երբեք չենք հասկանա, թե ինչու բնությունը ընտրեց հենց այդ թվերը։ Մենք երբեք չենք իմանա, թե արդյոք մեր մաթեմատիկան բավարար է նկարագրելու իրականությունը։ Հնարավոր է, որ կան իրականության ասպեկտներ, որոնք չեն կարող արտահայտվել հավելհավասարումներով։ Հնարավոր է, որ կան ճշմարտություններ, որոնք գերազանցում են տրամաբանությունը։ Մենք ենթադրում ենք, որ տիեզերքը ռացիոնալ է, բայց ինչ եթե այն ունի իռացիոնալ ասպեկտներ։ Մենք երբեք չենք իմանա, թե արդյոք մենք միակ գիտակցությունն ենք տիեզերքում։ Հնարավոր է, որ կան այլ ձևեր գիտակցության, այնքան տարբեր մերից, որ մենք երբեք չենք ճանաչի դրանք որպես գիտակցություն։ Հնարավոր է, որ մութ նյութը ինքը ունի որոշ ձև կազմակերպման, որը մենք երբեք չենք հասկանա։ Եվ ահա ամենախորը անհայտը։ Մենք երբեք չենք իմանա, թե ինչու ինչ-որ բան գոյություն ունի, այլ ոչ թե ոչինչ։ Ինչու տիեզերք։ Ինչու օրենքներ։ Ինչու նյութ, մութ կամ տեսանելի։ Ինչու ինչ-որ բան, այլ ոչ թե բացարձակ դատարկություն։ Սա վերջնական հարցն է, եւ ֆիզիկան որքան էլ հզոր լինի, երբեք չի կարող պատասխանել դրան։ Քանի որ ֆիզիկան ուսումնասիրում է, թե ինչպես է տիեզերքը աշխատում, բայց այն չի կարող բացատրել, թե ինչու այն գոյություն ունի առաջին հերթին։ Եվ սա լավ է, սա գեղեցիկ է։ Քանի որ դա նշանակում է, որ միշտ կլինի հանելուկ, միշտ կլինի հրանի հրաշք, միշտ կլինի ինչ-որ բան, որը գերազանցում է մեր ըմբռնումը։ Բայց հիմա եկեք վերադառնանք դեպի երկիր, վերադառնանք դեպի այս պահը, վերադառնանք դեպի ձեզ։ Դուք նստած եք այստեղ, կարդում եք այս բառերը,
Եվ այս ճիշտ պահին, այս ճիշտ վայրկյանին տրիլիոններ մութ նյութի մասնիկներ անցնում են ձեր մարմնի միջով, անցնում են ձեր ուղեղի միջով, անցնում են ձեր սրտի միջով, անցնում են յուրաքանչյուր ատոմի միջով, որը կազմում է ձեզ։ Դուք չեք զգում դրանք, դուք երբեք չեք զգա դրանք, բայց դրանք այնտեղ են, անտեսանելի, անշոշափելի, բայց բացարձակապես իրական։ Եվ այդ մասնիկները, այդ անտեսանելի հյուրերը ձեր մարմնում կապված են ամեն ինչի հետ։ Դրանք կապված են մութ նյութի հալոյի հետ, որը շրջապատում է մեր գալակտիկան։ Այդ հալոն կապված է մութ նյութի կոսմիկ ցանցի հետ, որը տարածում է ամբողջ տիեզերքում։ Այդ ցանցը կապված է մեծ պայթյունի հետ, որտեղ ամեն ինչ սկսվեց։ Դուք, նստած այստեղ, այս պահին, կապված եք ամբողջ տիեզերքի հետ։ Ոչ թե մետաֆորիկ իմաստով, այլ բառացի, ֆիզիկական իմաստով։ Ատոմները ձեր մարմնում ստեղծվել են աստղերում։ Մութ նյութը, որը անցնում է ձեր միջով, ստեղծվել է մեծ պայթյունում։ Դուք կազմված եք տիեզերքից, դուք մասն եք տիեզերքի, բայց ավելին, դուք տիեզերքի այն մասն եք, որը գիտակցում է ինքն իրեն։ Ատոմները ձեր ուղեղում կազմակերպված են այնպես, որ դրանք կարող են մտածել ատոմների մասին։ Մութ նյութը, որը անցնում է ձեր միջով, կարող է ուսումնասիրվել ձեր միտքով։ Տիեզերքը, այս անսահման, անհասկանալի տիեզերքը փորձում է հասկանալ ինքն իրեն ձեր միջոցով։ Սա ոչ թե ամբարտավանություն է, սա խոնարհություն է։ Քանի որ դա նշանակում է, որ դուք ոչ թե տարանջատված եք տիեզերքից, դուք ոչ թե դիտորդ եք դրսից, դուք մասն եք գործընթացի։ Դուք տիեզերքն եք, արթնանում դեպի ինքն իրեն։ Եվ հիշեք, թե ինչպես սկսեցինք։ Հիշեք այդ առաջին պատկերը։ Հունվարի 31-ին, 2026 թվական։ Խորը ստորգետնյա լաբորատորիա։ Մեկ ատոմ, որը շարժվեց։ Մեկ պահ, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Բայց հիմա դուք հասկանում եք, որ այդ պահը ոչ թե սկիզբն էր, այն շարունակություն էր։ Շարունակություն պատմության, որը սկսվել է 13 միլիարդ 800 միլիոն տարի առաջ, երբ տիեզերքը ծնվեց։ Շարունակություն ճանապարհորդության, որը անցել է մեծ պայթյունից, մութ նյութի ստեղծումից, գալակտիկաների ձևավորումից, աստղերի ծննդից, մոլորակների առաջացումից, կյանքի ծագումից, գիտակցության էվոլյուցիայից։ Եվ այդ ճանապարհորդությունը շարունակվում է։ Այն շարունակվում է ձեր մեջ։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք նայում եք երկինք եւ զարմանում եք, յուրաքանչյուր անգամ, երբ դուք հարցնում եք ինչու, յուրաքանչյուր անգամ, երբ դուք փորձում եք հասկանալ։ Սա է մարդու լինելու իմաստը։ Ոչ թե մեր ուժը, ոչ թե մեր տեխնոլոգիան, այլ մեր հարցնելու կարողությունը, մեր զարմանալու կարողությունը, մեր փնտրելու կարողությունը։ Եվ այժմ, վերջում, թույլ տվեք տալ ձեզ մի հարց։ Ոչ թե հարց, որը ունի պատասխան, այլ հարց, որը բացում է դռներ։ Ինչ եթե մութ նյութի որոնումը ոչ թե միայն գիտական հետաքննություն է։ Ինչ եթե այն ինչ-որ բան ավելի խորն է։ Ինչ եթե այն տիեզերքի ձևն է, սովորեցնելու մեզ խոնարհության մասին։ Մտածեք դրա մասին։ Տիեզերքը կարող է լինել պարզ։ Այն կարող էր կազմված լինել միայն այն բաներից, որոնք մենք կարող ենք տեսնել եւ շոշափել։ Բայց փոխարենը այն կազմված է ավելի շատ անտեսանելի բաներից, քան տեսանելիից, ավելի շատ անհայտից, քան հայտնիից, ավելի շատ հանելուկից, քան պատասխանից։ Ինչու՞։ Հնարավոր է, որ պատասխանը պարզ է։ Հնարավոր է, որ տիեզերքը պարզ է, որ տիեզերքը պարզապես այդպես է։ Ֆիզիկայի օրենքները պահանջում են մութ նյութ, ուստի մութ նյութը գոյություն ունի։ Ոչ ավելի խորը իմաստ, ոչ ավելի մեծ նպատակ։ Բայց հնարավոր է նաև, որ կա ինչ-որ բան ավելի խորը։ Հնարավոր է, որ տիեզերքը կազմակերպված է այնպես, որ մենք միշտ կունենանք ավելին սովորելու, միշտ կունենանք ավելի խորը հանելուկներ լուծելու, միշտ կունենանք ավելի մեծ հրաշքներ հայտնաբերելու։ Հնարավոր է, որ անտեսանելին գոյություն ունի ոչ թե մեզ խանգարելու համար, այլ մեզ հրավիրելու համար։ Հրավիրելու մեզ փնտրելու, հրավիրելու մեզ զարմանալու, հրավիրելու մեզ խոնարհ լինելու։ Քանի որ վերջապես մութ նյութի որոնումը սովորեցնում է մեզ ամենակարևոր դասը։ Այն սովորեցնում է մեզ, որ իրականությունը միշտ ավելի հարուստ է, քան մեր տեսությունները, որ տիեզերքը միշտ ավելի տարօրինակ է, քան մեր երևակայությունը, որ միշտ կլինի ավելին հայտնաբերելու։ Եվ հնարավոր է, հենց դա է կետը։ Հնարավոր է, տիեզերքը ոչ թե հանելուկ է, որը պետք է լուծվի, այլ հրաշք, որը պետք է ապրվի։ Ոչ թե խնդիր, որը պետք է ավարտվի, այլ ճանապարհորդություն, որը պետք է վայելվի։ Եվ եթե դա ճիշտ է, ապա մութ նյութի որոնումը երբեք չի ավարտվի։ Նույնիսկ երբ մենք գտնենք մութ նյութի մասնիկը, նույնիսկ երբ մենք հասկանանք դրա հատկությունները, կլինեն նոր հարցեր, ավելի խորը հանելուկներ, ավելի մեծ հրաշքներ, եւ սա գեղեցիկ է, քանի որ դա նշանակում է, որ զարմանքը երբեք չի վերջանա։ Հայտնագործությունը երբեք չի դադարի, ճանապարհորդությունը երբեք չի ավարտվի։
Ուստի երբ դուք նայում եք գիշերային երկինք, երբ դուք տեսնում եք այդ անհամար աստղերը, հիշեք սա։ Յուրաքանչյուր ֆոտոն, որը հասնում է ձեր աչքին, ճանապարհորդել է միլիոնավոր կամ միլիարդավոր տարիներ հասնելու ձեզ։ Բայց այդ լույսը, այդ տեսանելի լույսը միայն 15%-ն է պատմության։ Մնացած 85%-ը անտեսանելի է։ Այն շրջապատում է ձեզ, այն անցնում է ձեր միջով, այն պահում է գալակտիկաները միասին, այն ստեղծել է պայմանները ձեր գոյության համար, բայց դուք երբեք չեք տեսնի այն, եւ հնարավոր է հենց դա է ամենագեղեցիկ բանը, հնարավոր է անտեսանելին ավելի կարևոր է, քան տեսանելին, հնարավոր է այն, ինչ մենք չենք կարող տեսնել, ավելի իրական է, քան այն, ինչ մենք կարող ենք, հնարավոր է հանելուկները ավելի կարևոր են, քան պատասխանները, հնարավոր է հարցերը ավելի խորունկ են, քան լուծումները, հնարավոր է զարմանքը ավելի արժեքավոր է, քան վստահությունը, եւ եթե դա ճիշտ է, ապա մութ նյութի որոնումը ոչ թե միայն գիտական նախագիծ է, այն փիլիսոփայական ճանապարհորդություն է։ Ճանապարհորդություն դեպի խոնարհությունը, դեպի զարմանքը, դեպի ընդունելը, որ մենք փոքր ենք, բայց մասն ենք ինչ-որ բանի անսահման մեծի։ Դուք մասն եք տիեզերքիի, որը փորձում է հասկանալ ինքն իրեն։ Դուք մասն եք հանելուկի, որը փորձում է լուծել ինքն իրեն։ Դուք մասն եք հրաշքի, որը փորձում է զարմանալ ինքն իրեն։ Եվ սա վերջապես բավարար է։ Ոչ թե ունենալ բոլոր պատասխանները, այլ լինել մասը հարցման։ Ոչ թե հասկանալ ամեն ինչ, այլ զարմանալ անհայտի վրա։ Ոչ թե տեսնել անտեսանելին, այլ ճանաչել, որ այն գոյություն ունի։ Եվ հնարավոր է, հենց դա է մութ նյութի վերջնական դասը։ Ոչ թե այն, ինչ այն է, այլ այն, ինչ այն մեզ սովորեցնում է լինել։ Խոնարհ, հարցնող, զարմացած, մարդ։